միասին Տերերի Տիրոջ արկաների արքային։ Հալելույա։ Փառք Աստծուն։ Հալելույա։ Փառք Աստծուն, փառք Հիսուսին։ Նրա անունը օրհնված լինի քո կյանքի մեջ։ Նրա անունը օրհնված լինի ամեն բանի մեջ, ինչ որ ես ու դու անում ենք, քայլում ենք, ապրում ենք, թող նրա աղը լինենք, լույսը լինենք, ամեն տեղ ուր գնում ենք, որովհետև Հիսուսի նմանը չկա։ Եվ եթե դու նրան սիրում ես, բաղաղակիր ասա, ամեն։ Հալելույա, փառք Հիսուսին։ Ես խնդրում եմ, որպեսզի դու շրջվես կողքինից, ժպտաս նրան, ու ասես ինչ լավ է, որ այսօր դու այստեղ ես, Կիրակի օրը կյանքի խոս եկեղեցում կարող եք տեղավորվել մեր փառաբանությանը, շատ շնորհակալություն։ Ես խնդրել եմ, որ իրանք նստեն, եք մեր ծափարություններով ուղեկցենք նրանց այս հիասքանչ ծառայության համար, որ քեզնից առջև նրանք գալիս են եւ Տիրոջ ներկայությունն են բերում։ Աստծո խոսքը ասում է, որ Աստված բնակվում է իր ժողովրդի փառաբանության ու երկրպագության մեջ, երբ որ ես ու դու օրհնում ու երգում ենք, նրանք այստեղ համերգ տալու համար չեն, այստեղ են ինձ ու քեզ օգնեն։ Մենք ողջունում ենք ամեն մեկի, ովքեր դիտում են մեզ այսօր ուղիղ եթերով, թող Տերը ձեզ օրհնի եւ բացեք ձեր սրտերը, թող այսօրվա խոսք ուղակի բարձրացնի ամեն մեկի հավատքը։ Նույնպես ուզում եմ ողջունել ով որ առաջի անգամ է եկել այստեղ։ Եթե դու առաջի անգամ ես եկել, խնդրում եմ բարձրացրու քո ձեռքը եւ թափարիր ուղակի որ տեսնեմ վաու, ինչքան շատ մարդիկ ունենք, այնքան ուրախ ենք ամեն մեկիդ համար, թող Աստված ձեզ շատ օրհնի, շատ լավ եք արել, որ դուք եկել եք, եւ ես քեզ կասեմ Կիրակի օրը Հիսուսը գտնվում է եկեղեցու մեջ։ Դու կասես ինչից ելնելով դու կարող ես ասել, որովհետեւ եկեղեցու մեջ կան մարդիկ, որոնք հենց այնպես չեն գալիս, նրանք գալիս են Հիսուսի համար։ Եվ Աստծո խոսքն է ասում, որտեղ 2-3 հավաքվեն իմ անվան համար Հիսուսը խոստացել է այստեղ լինել, ներկա լինել, եւ որտեղ կա Հիսուս, այնտեղ հրաշքներ են տեղի ունենում։ Լսում ես։ Որտեղ հայտնվում էր Հիսուսը, մարդկանց կյանքեր են փոխում։ Եվ եթե քո կյանքը փոփոխման կարիք ունի, կարող եմ ասել, որ ամեն մեկը ցանկանում է, որ իր կյանքը փոխվի։ Չեմ ասում դեպի վատը, այլ դեպի լավը։ Ամեն, մեր կյանքի մեջ կան բաներ, որ փոփոխման կարիք ունեն։ Եվ եթե դու փոփոխության կարիք ունես, դու ճիշտ տեղում ես, որովհետև Հիսուսն է այստեղ։ Դու կասես չեմ տեսնում ու չեմ ես նրան զգում, գիտես հավատքը կապ չունի տեսանելի եւ զգացողական բաների հետ, հավատքը կապված է անտեսանելի բաների հետ, եւ այս երկրագնդի վրա այնքան բաներ կա, որ չենք տեսնում, եւ գիտես ինչ, մեր տեսողությունը չպիտի որոշի, ինչը կա, ինչը չկա, որովհետև մեր տեսողությունը սահմանափակ է, բայց Աստված, լսում ես, Աստված ինքը ասել է իր խոսքի հետևը կանգնած է, իր խոսքը հաստատելու, երկինքը կանցնի, երկիրը կանցնի, Տիրոջ խոսքը չի անցնի, այնպես որ սա ասում եմ նրա համար, որ քանի որ Հիսուսը խոստացել է 2-3-ը, եթե հավաքվեն իր անվան համար, նա այստեղ կլինի։ Ուրեմն նա այսօր այստեղ է։ Կարող ես այդպիսի վերաբերմունքով նստես հավաքույթին, որ այստեղ մարդիկ չեն միայն հավաքված։ Այստեղ այո ես ու դու ենք հավաքված։ Իրար հետ միասին, բայց կամ մեկը, որ այստեղ է, եւ այդպիսի սպասողությամբ ես ու դու բացենք մեր սրտերը եւ թույլ տանք, որ Տերը լսնի իր երկնքից խոսքով։ Հիսուսն ասեց, մարդը չի ապրում միայն հացով։ Մենք ունենք ֆիզիկական մարմին, եւ բոլորս հասկանում ենք, որ մեզ ուտել է պետք, փոքր երեխաները չեն հասկանում դա, եւ դրա համար երբեմն ծնողները ստիպում են նրանց, որպեսզի հաց ուտեն, հիշացնում են, որ ուտելու ժամն է։ Բայց հասուն մարդիկ դրա մասին լավ տեղյակ են։ Եվ որը մի անգամ չէ, մի քանի անգամ նրանք շատ լավ էլ սնվում, ուտում են ինչ որ կարողանում են, բայց Հիսուսն ասեց, որ մարդը չի ապրի միայն հացով, այլ կապրի Տիրոջ բերանից դուրս եկած խոսքով, որովհետև մեր հոգիները նույնպես կերակուրի կարիք ունեն։ Ինչ ֆիլմ նայես ինտերնետում, ինչքան ժամանակ անցկացնես, գիտես ինչ ուրիշ տեսակի բաներով զբաղվես, դա քո շունչը միգուցե ինչ որ բանով կլցնի, բայց քո հոգին կլցվի միայն Տիրոջ բերանից դուրս եկած խոսքով։ Եվ ես ու դու գալիս ենք եկեղեցի դրա համար, որպեսզի Տիրոջ խոսքը լսենք, վայելենք դրա ներկայությունը։ Գալիս ենք այստեղ օրհնելու Տերերի Տիրոջը, փառաբանելու նրան, մեր գոհությունն ու շնորհակալությունը հայտնելու այն ամենի համար, ինչ Հիսուսն արել է ինձ ու քեզ համար։ Մենք մեր երեխաներին ուղարկեցինք Կիրակ Նոյրա դպրոց, եւ գիտես, այնտեղ նրանք լցվում են, ես ու դու այստեղ ենք լցվում, մենք օրհնեցինք նրանց ուսումնական տարին եւ Սեդրակ Միսակ Աբեդնագովին ու գիտես Դանիելին ես հիշեցի երիտասարդ հասակում, դեռահաս պատանի հասակում, նրանք որոշում կայացրեցին իրենց սիրտը մաքուր պահելու։ Եվ եթե դու այստեղ ես,
Եվ դու էլ պատրաստում ես գնալու ինչ որ մի կրթության բնագավառում սովորելու մասնագիտություն ձեռք բերելու եղիր աղուլույս այնտեղ։ Սիրտդ որոշիշ մաքուր լինի Աստծո առաջ։ Թող Աստված քո սրտի մեջ լինի, ամեն։ Եվ գիտես իշտերը գրված է նրանց էլ տվեց տասնապատիկ ավելի ինչ իմաստություն ուրիշների հետ համեմատած։ Եղիր այդ լույսը, աղը, այդ գործիքը, որ այդ տեղերը կարողանա քո միջոցով շատերին բերի ճշմարտության գիտությանը։ Գիտես, ես հիշեցի Տիմոթեոսին, երիտասարդ ծառայող, որին որ Պողոս Առաքյալը վերցել էր իր հետ, որը որ ճանապարհորդում էր, հետո օրերից մի օր, երբ որ Պողոս Առաքյալը եկեղեցի պետք է նրան թողեր մի քաղաքում, որպեսզի եկեղեցու հետ կապված հարցերը կարգի գցեր։ Նա այնուհետև իր երկրորդ թղթում գրում է Տիմոթեոսին եւ հետեւյալ բանն է ասում։ Նա ասում է. այն հավատքը, որը որ քո տատիկի մեջ կար, այն հավատքը, որը որ քո մայրիկի մեջ կար, եւ այդ հավատքի մասին նա տալիս է հետաքրքիր նկարագրություն, այդ անկեղծ հավատքը հավատում են, որ քո մեջ էլ կլինի։ Ես տեսա ինչպես մայրերը, տատիկները բերեցին իրանց երեխաներին, թող Տերը օրհնի ձեզ։ Դուք ձեր աղոթքների պատասխանը տեսնելու եք։ Ձեր երեխաների կյանքում, դուք ձեր աղոթքների պատասխանը տեսնելու եք, ձեր թոռների կյանքում։ Լսում ես, թող Տերը օրհնի ամեն մի տատիկի, ամեն մի ծնողի, որը որ ձեռքից բռնած իր երեխային բերում է, դա իզուր չի։ Բեր Աստծո տուն քո երեխաներին, եւ դու չես փոշմանի, եւ կտեսնես Տիրոջ փառքը օրերից մի օր նրանց կյանքի մեջ ու նրանց միջոցով, եթե հավատում ես ամեն ասա։ Հալելույա։ Եփեսացիս առաջի գլուխ։ Գիտես, այստեղ Պողոս Առաքյալը գրում է մի աղոթք, որը որ մի սրտի ցանկություն ինքը ունի ուղված Եփեսացիս եկեղեցուն, բայց գիտես, հետաքրքիր բառ, եկեղեցի բառը առաջի անգամ մենք լսում ենք, ինչ վերաբերվում է Հիսուսն ասում է իմ եկեղեցին, մենք լսում ենք Հիսուսի կողմից։ Ընդհանրապես եկեղեցի բառը գործունեության մեջ շատ տարածված էր, հռոմեական կայսրության ժամանակներն էր, երբ որ Հիսուսը ծառայում էր այս երկրագնդի վրա, հունարենը այդ ժամանակվա ընդհանուր լեզուն էր, հռոմեական կայսրության պետական պաշտոնական լեզուն էր, խոսակցական, իհարկե փաստաթղթային հարցերը նրանք լատիներենով էին կազմում, բայց ժողովրդի մեջ եւ կառավարման լեզուն դա հունարենն էր։ Եվ գիտես ինչ, հունարենում այդ բառը, եկեղեցի բառը օգտագործում էր հետևյալ իմաստով. մարդկանց խումբ, մարդկանց հավաքույթ, որոնք որ առանձնացված են ինչ որ բանից հանված, ինչ որ մի բանի համար։ Եվ գիտես, հետաքրքիր է, որ մարդիկ միշտ ինչ որ խմբերի բաժանվում են, հավաքվում են ինչ որ բան անելու համար, եւ Հիսուսը առաջի անգամ օգտագործեց իմ եկեղեցին, իմ մարդիկ։ Մենք երբեմն երբ որ եկեղեցու մասին խոսում ենք, մենք մտածում ենք դա քարի շենքն է, մենք մտածում ենք դա շինությունն է, եւ համարյա երբ որ դուրս գաս փողոց մարդկանց հարցնես ինչ է եկեղեցի, ամեն մեկը կասեն, դա այս քարի շենքն է, դա այս շինությունն է, բայց գիտես, երբ որ Հիսուսի շուրթերից հանդիպում ենք այդ խոսքին, Հիսուսը նկատի ուներ սա, նա ասեց իր աշակերտներին, աշակերտները սրա մասին լավ չէին հասկանում։ Միգուցե ես ու դու էլ երբ որ Աստծո խոսքը կարդացած չենք, այդքան լավ չենք հասկանում ինչ է նշանակում եկեղեցի։ Մենք չենք հասկանում եւ դրան համար էլ շատ ժամանակ չենք կարեւորում։ Պետք է գալ եկեղեցի թե ոչ։ Աստծո խոսքը ասում է, ինչքան վերջի օրերը մոտենում ավելի ինչ լինի։ Քո ոտքը թող Աստծո տան մեջից չփակասի։ Մենք չենք հասկանում եկեղեցու կարևորությունն ու դերը եւ այդ պատճառով չենք էլ գնահատում։ Պետք է գալ թե չէ, մի կիրակի գալիս ենք, մյուս կիրակի չենք գալիս։ Եվ գիտես, ինչ վերաբերվում է Հիսուսին, Հիսուսը շատ լավ ձևով նա տալիս է բացատրությունը իմ եկեղեցին։ Մարդկանց մի խումբ, որոնք որ ես կստեղծեմ այս երկրագնդի վրա, որպես իմ ժողովուրդ, իմ կամքը եւ իմ ծրագրերը անելու համար։ Հետո Պողոս Առաքյալը ավելի բացում է եւ ասում է եկեղեցին դա Քրիստոսի մարմինն է։ Դրանք քարի շենքերը չեն, եկեղեցին իր շենքը պիտի ունենա ու շատ լավ է որ եկեղեցիները իրենց շենքերը ունենան, բայց դա ավելին է քան թե շենքը։ Աշակերտները դա չհասկացան, երբ որ Հիսուսը կանգնեց տաճարի առջև, ասեց. այս տաճարը քանդեք 3 օրում ես կկառուցեմ։ Նրանք Հիսուսին նայեցին այսպես զարմացած, Հիսուս 46 տարում կառուցված է եղել Երուսաղեմում կանգնած էր տաճարը, մի մեծ շինություն, աշխարհի հրաշալիքներից մեկը Հերովդեսի օրը 46 տարում կառուցված, եւ դու ասում ես քանդեք եւ ես 3 օրում կկառուցեմ, եւ այնուհետեւ Հիսուսը ասում է նրանք չհասկացան, քանի որ այնուհետեւ ավետարանիչները գրում են, որ դա իր մարմնի մասին էր խոսում։ Դա այն հոգեվոր շինության մասին էր խոսում, որի մասնիկը ես ու դու ենք, որ նա եկեղեցի։ Փառք Աստծուն, մեր եկեղեցին ունի իր շենքը եւ եկեղեցու չափսից ելնելով մեր շենքի ձևն է տարբեր,
Եվ եկեղեցիները թող իրեն շենքեր ունենան ամենտեղ ինչքան հնարավոր է, որովհետև դա մեզ հնարավորություն է տալիս գալու իրար հետ։ Բայց ինչ է եկեղեցին։ Պողոս առաքյալը շարունակում է Տիմոթեոսին, նա գրում է, երբ որ Պողոս առաքյալը թողում է Տիմոթեոսին մի քաղաքում, որպեսզի եկեղեցու հետ կապված հարցերը կարգի գցի, նա ասում է, ես գալու եմ շուտով, եթե ուշանամ, դու գիտես ինչպես է պետք վարվել քեզ եկեղեցու մեջ։ Նախորդ հայտնություն ասեմ, որ եկեղեցու մեջ ես ու դու չենք վարվում ինչպես մեզ է պետք։ Ինչպես մեր քեֆն է տալի, ես ու դու վարվում ենք այնպես ինչպես մենք ենք ուզում, մեր տան մեջ։ Ամեն։ Դուք ասեցիք եկեղեցին ում տունն է, Պողոս առաքյալը շարունակում է նույն Տիմոթեոսին ուղղված իր թղթում, նա ասում է եկեղեցին դա Աստծո տունն է։ Դա մի տեղ է, որտեղ Աստված է բնակվում։ Եվ այդ պատճառով, որտեղ որ դու բնակվում ես, ինչ ուզում անում ես, եկեղեցու մեջ Աստված է բնակվում, դա նշանակում այն տեղն է, որտեղ Աստծո կամքը կարող է տեղի ունենալ, որն է Աստծո կամքը քո առողջությունն է, որն է Աստծո կամքը քո օրհնությունն է, լսում ես թե չէ, որն է Աստծո կամքը քո փրկությունն է, Աստծո կամքը քո ազատագրումն է, Աստծո կամքը դա Տիրոջ զորությունը քո կյանքում որ դրսևորվի, որ Հիսուսը ներկա լինի, եւ անհետեւ շարունակում է, եկեղեցին դա Աստծո տունն է։ Այնպես որ Աստծո տուն շուտ եկ, մի եղիր հյուրի պես, այլ բնակվիր այդ տան մեջ, ամեն կիրակի, ասա ամեն դրան։ Եվ այնուհետև ասում է դա սյուն է և հաստատություն է ճշմարտության։ Ամեն, իսկ ճշմարտությունը դա ես ու դու ունենք Աստծո խոսքի մեջ։ Երբ որ Աստված Ծննդոց առաջի գլխում կարդում ենք, ստեղծեց երկինքն ու երկիրը, կարդացել եք։ Եվ հետո ստեղծեց մարդուն։ Եթե դու մինչև հիմա հավատում ես, որ կապիկից ես ստեղծված, խորին սխալվում ես, որովհետև դա վարկածներից մեկն է եղել, որ Դարվինը առաջա ինչ արել, առաջարկել է, առաջա մղել, ինքն էլ չի հավատացել ամբողջությամբ իր ասածին, եւ ամեն մեկը, ով որ ինչ որ մի բան ստեղծում է, միշտ մի հատ թղթի կտոր է հետը մտցնում։ Եթե դու բջջային հեռախոս ես գնում, մեջը ինչ կա։ Մի հատ թղթի կտոր, երբ որ դու հեռուստացույց ես գնում, նրա մեջ ինչ կա։ Մի հատ թղթի կտոր, գիտես ինչ, այդ սարքի բարդությունից կախված է այդ թղթի կտորի ինչը, հաստությունը։ Նկատել ես թե չէ, եթե սարքը շատ բարդ է, իհարկե մենք հայերս չենք սիրում կարդալ, որ մեկնա ձեզանից բջջային հեռախոս գնել, դրել մի կողմ։ Եթե այդպիսի մարդ կա ձեռք բարձրացնի, կարելի է ծափարել նրան, գիտես ինչ, ձեռք չտամատով, մինչև չբացի այն թուղթը, որը որ նրա հետ գալիս է կարդա տեսնի ինչի համար է դա նախատեսված, թիթիզանալու համար չի, լսում ես թե չէ, ցույց տալու համար չի, գլուխ գովալու պարծենալու համար չի, չնայած երբեմն այդպես էլ անում են, ոչ մեկս չենք կարդում, մենք մի անգամից վերցնում ենք, օգտագործում ենք, բայց գիտես ինչ, երբ որ Աստված ստեղծեց մարդուն, անցավ ժամանակ, նա այս թղթի կտորը տվեց ինձ ու քեզ, որը մի մեծ գիժք է, Աստվածաշունչը, որտեղ գրված է, քանի որ ես ու դու ամենաբարդ, լսում ես թե չէ, էակն ենք այս երկրագնդի վրա։ Գիտնականները զարմանում են մեր ուղեղի կառուցվածքի, ուղեղի աշխատանքի վրա։ Գիտնականները ուսումնասիրելով զարմանում են այժմ, լսում ես այդ բաղադրությունը, կառուցվածքը, զարմանում են մարդկանց DNT-ն ուսումնասիրելով, զարմանում են նրանց նյարդային համակարգի, զարմանում են սրտի աշխատանքի թոքերի, զարմանում են մկանների այդ կառուցվածքի վրա, զարմանում են տարածության մեջ կողմնորոշվելու, այսօր ունենք GPS համակարգեր, մարդը վաղուց ունի իր ուղեղի մեջ դրված այդպիսի մի բան, տարածության մեջ կողմնորոշվելու, զարմանում են ոնց այսպիսի ակը երկու ոտքի վրա կարող է կանգնի, չի ընկնում։ Եվ այդ ամենաբարդ համակարգը, որը ես ու դու ենք, Դավիթ թագավորը ասում է զարմանալի ձևով եմ ստեղծված Տեր։ Տերը ինձ ու քեզ հենց այնպես չի թողել, սուրբ գիրքն է տվել, որտեղ տեսնենք ինչն է լավ մեզ համար, որտեղ տեսնենք ինչա պետք ինձ ու քեզ, եւ կարդալով կիրառենք դա մեր կյանքում։ Եվ ես հիմա այնտեղից մի քանի բաներ ունեմ կարդամ, Պողոս առաքյալը առաջի գլխի 15-րդ խոսքում ասում է. Եփեսացիս եկեղեցու համար աղոթք անում։ Այնպես որ եկեղեցին դա ես ու դու ենք։ Ամեն։ Եկեղեցին դրանք կենթանի քարերն են։ Եկեղեցին դրանք մարդիկ են, որոնց Տերը փրկում է դժոխքից, ներում է նրանց մեղքերը, մաքրում ու լվում է եւ իրար հետ միասին մի ժողովուրդ, մի ընտանիք է սարքում իր փառքի դրսևորման համար։ Եվ անհետև Պողոս առաքյալը եկեղեցու մասին իր կամքն է հայտնում։ Նա ասում է,
լսեցի եկեղեցում ձեր հավատքը, լսեցի սերը, որ ունեք, եկեղեցին պետք է հավատքով լցված լինի, եկեղեցում պետք է մտնելուց հավատքդ բարձրանա, եկեղեցում սերը պետք է թագավորի, եւ գիտես ինչ, եթե դու մտածում ես սեր չկա, սկսիր ցանել դա։ Մանավանդ եթե տղան անգազման գալիս եկեղեցի գարելով ասելով սեր չկա, սիրիր ինչքան կարող ես։ Եվ շարունակենք այս թեման թողենք, ես այսօր սիրո մասին չեմ խոսելու, եւ այնուհետեւ ասում եմ դրա մասին լսելուց հետո աղոթք եմ անում։ Աղոթք եմ անում, որ Տեր Հիսուս Քրիստոսի Աստվածը, Փառքի Հայրը, տա ձեզ իմաստության եւ հայտնության հոգի իր գիտությունով, որ ձեր սրտի աշկերը լուսավորվելով իմանաք, ինչ է նրա կոչումի հույսը, ինչ է նրա ժառանգության փառավոր մեծությունը սուրբերումը եւ ինչ է նրա զորության գերազանց մեծությունը մեզանում, այսինքն մենք մի բան ունենք, որը որ ինձ ու քեզ իմանալ է պետք, որ հավատացինք իր կարող զորության հաջողության պես։ Իմ բառերով ասեմ, Պողոս առաքյալը աղոթում է, իմանանք ով ենք մենք, իմանանք ինչ ունենք ես ու դու եւ կարողանանք օգտագործենք այն ինչ ունենք։ Գիտես Քրիստոսը խաչի վրա մահացավ, երրորդ օրը հարություն առավ։ Նրա խաչի հաշվին ես ու դու ունենք մեր մեղքերի թողությունը։ Նրա այժան հաշվին ես ու դու ունենք մեր մեղքերից ազատագրումը։ Նա գինը վճարեց իմ ու քո համար, որ ես ու դու Աստծո հետ ապրենք հավիտյան։ Ես դա հեքիաթներ չեմ պատմում, դա ճշմարտություն է։ Օրերից մի օր ամեն մեկս այս երկրագնդի վրա այլևս չենք լինելու։ Բայց գիտես ինչ, երբ որ մեր կյանքը ավարտվի, ես քեզ կասեմ, մեր հավիտենականության հարցը որոշել ենք մենք այստեղ, մենք Հիսուսի հետ ենք լինելու։ Եթե Հիսուսը մինչև դա կգա, ես ու դու այստեղ կթակավորենք նրա հետ 1000 տարի։ Եթե մինչև իմ ու քո կյանքի վերջը Հիսուսը չգա, մենք նրա մոտ կգնանք եւ նրա հետ կգանք էլի թակավորելու ենք այստեղ 1000 տարի։ Բայց սրա մասին չեմ խոսում։ Բայց նրա խաչի հետ կապված ես ու դու ունենք ինչ որ բան։ Ես այսօր խոսելու եմ Հիսուսի անվան մասին։ Ես ու դու ունենք Հիսուսի անունը։ Ես ու դու ունենք զորություն, Սուրբ Հոգու, որը որ գանձն է այս հողի անոթներում, ես դրա մասին չեմ խոսում։ Ես այսօր խոսելու եմ այն իշխանության մասին, որը ես ու դու ունենք Հիսուսի անվան մեջ։ Ես ու դու հենց այնպիսի անուն չենք կրում։ Լսում ես, ինձ ու քեզ կոչում են ինչ։ Քրիստոնյա։ Ես ու դու կրում ենք մի անուն, որը ամեն անունից վեր է։ Այդ անվան նման անուն գոյություն չունի։ Ես ու դու կրում ենք Տերերի Տիրոջ անունը։ Եվ եթե դու մտածում ես Հիսուս Քրիստոսը դա Հիսուսի անուն ազգանունն է, սխալվում ես։ Հիսուսը դա նշանակում է փրկիչ։ Ֆիլիպեցիս ես կխնդրեմ, որպեսզի երկրորդ գլխին բացես, երկրորդ գլուխը 6-րդ խոսքից կկարդամ։ Հիսուս դա նշանակում է փրկիչ։ Հրեշտակը եկավ Հովսեփի մոտ եւ ասեց, որ Մարիամը մի որդի կծնի եւ նրա անունը Հիսուս կդնես։ Հիսուս նշանակում է փրկիչ։ Քրիստոս նշանակում է ուծված մեկը, Միսիան, որը որ պետք է գար, մարգարեական գրքերը մարգարեացել էին նրա գալու մասին եւ աշխարհը փնտրում էր միսիաներ։ Բայց Հիսուսն է այն միսիան, որը որ եկավ այս երկրագունդ ինձ ու քեզ փրկելու համար եւ փառք նրա սուրբ անվանը։ Ասա ամեն խնդրում եմ։ Դուք ասես ինչու համար ես այսօր խոսում Հիսուսի անվան մասին, որովհետեւ Հիսուսի անվան մեջ կա մեծ զորություն։ Ես ու դու երբեմն մտածում ենք դա մեր աղոթքները գեղեցկացնելու համար է, որ վերջում ասում ենք շատ ժամանակ հանուն Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու։ Երբեմն ասում ենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Գիտես դրանք կախարդական ֆորմուլաներ չեն, որ ես ու դու հրճակում ենք, դրանք կախարդական ֆորմուլաներ չեն, որ ես ու դու աղոթքի վերջում պիտի ասենք։ Այդ անվան մեջ, որը ես ու դու կրում ենք, լսում ես, կա զորություն ու իշխանություն։ Այդ անվան առջև սարսափում է ողջ դժոխքը։ Միակ անունը, որը որ չի սիրում սատանան եւ տանել չի կարում, դա Քրիստոս Հիսուսի անունն է։ Եվ այդ անունից վեր ոչ մի անուն գոյություն չունի։ Ֆիլիպեցիս թուղթը ասում է դրա մասին։ Ես կարդամ ձեզ, որ Աստծո խոսքի մեջից տեսնես ինչ է ասում Պողոս առաքյալը։ Հիսուսի մասին ասում Աստծո կերպարանքում լինելով հափշտակություն չհամարեց Աստծուն հավասար լինել։ Իր անձուինանացրեց, Հիսուսը ծառայի կերպարանք առնելով, մարդկանց նման լինելով, կերպարանքով մարդու մեջ, մարդու պես գտնվելով, իրան խոնարհեցեց, հնազանդ եղավ մինչև մահ, այն էլ խաչի մահ։ Նախորդ ասեմ, որ նա կարող էր խաչին չգնալ։ Ցանկացած րոպե նա կարող էր խաչի ճիշտնել։ Նա իր աշակերտներին կանչեց, ասեց. «Իմ հայրս տվել է իշխանություն։ Կյանքս դնելու, կուզեմ կդնեմ, չեմ ուզի չեմ դնի, կյանքս առնելու»։ Խաչի վրա ամենամեծ փորձությունն էր, դե եթե Աստծո որդին ես իջիր։
Եթե Հիսուսը չկարողանար իջնել, այդ փորձությունը չէր լինի նրա համար փորձություն։ Պետրոս ուզեցավ Հիսուսին պաշտպանել, խաչի գնալուց առաջ հանելով իր թուրը, Հիսուսն ասեց, այս ինչ ես անում, ինչ ես մտածում, այդքան անճար եմ, ես էլ չեմ կարող ինքս ինձ պաշտպանել, հենց հիմա կարող եմ կանչել այնքան հրեշտակ։ Գիտես, մի հրեշտակը դուրս եկավ ինչ որ 100 քանի հազար թշնամու բանակ։ Հիսուսն ասում է, կարող եմ կանչել 12 գունդ հրեշտակներ, դու պատկերացնում ես այդ հրեշտակները ինչ կանեին այդ տեղը։ Բայց ասում է, եթե նրանք գան, ոնց կկատարվեր գրվածքները, որը խոսել էր, որ Քրիստոսը գալու այս երկրի վրա, անմեղ գառը իմ ու քո փոխարեն մահանա։ Եվ այստեղ ասում է, նա իր անձը խոնարհեցրեց, կանգնեց այդ ճանապարհի վրա, նա արեց այդ ինչ որ ինձ ու քեզ համար պետք էր աներ, եւ այդ բանի համար էլ Աստված նրան շատ բարձրացրեց։ Եվ Աստված նրան մի անուն շնորհեց, 9-րդ խոսքը, որը ամեն անունից բարձր է, որ Հիսուսի անունով կրկնվի ամեն ծունկ երկնավորների, երկրավորների եւ երկրի տակ լինողների։ Հռոմեացիս 10-րդ գլուխը։ Այդ անվան մեջ է փրկությունը։ Մենք երբեմն չենք հասկանում այս խոսքերը, որը որ Պողոս առաքյալը գրում է Հռոմեացիս եկեղեցուն։ Գիտես, ես ուսումնասիրում եի Գործ առաքելոցը, գիտես, ես երբ որ կարդում եմ Աստվածաշնչի ինչ որ հատվածներ, որտեղ պատմական բաներ կա, ես դա հենց այնպես չեմ կարդում գիտելիքի համար, ինձ հետաքրքիր է։ Դրանք օրինակներ են գրված։ Տեսնենք այդ մարդկանց կյանքում ինչ տեղի ունեցավ, ինչի տեղի ունեցավ։ Գործ առաքելոցը որոշեցի այսպիսի ձևով նայեմ։ Ինչ էին քարոզում առաքյալները։ Գիտես, դուք ասես ինչի համար, որ ես էլ նույն բանը քարոզեմ, քանի որ ես գիտեմ ինչ քարոզում եք, դա էլ ունենում ենք։ Եթե քարոզում ես բժշկություն, մարդիկ կբժշկվեն։ Եկեղեցիներ կա Սուրբ Հոգու մկրտության մասին ընդհանրապես չի քարոզում եւ Սուրբ Հոգով մարդիկ մկրտված չեն։ Այդպես է թե ոչ։ Ես նայում եմ Գործ առաքելոցում շատ հրաշքներ կային։ Ես նայում եմ Գործ առաքելոցում շատ զորություններ էին տեղի ունենում առաքյալների ձեռքով։ Գրված է, գիտես, Պետրոս առաքյալը մեր նման մարդ էր։ Եթե հավաքույթի վերջում 500 հոգի մարդ ուզենա ամեն մեկը 5 րոպե հետ խոսել, կամ Հովվի հետ կամ Քարոզչի հետ, դու գիտես, որ այդ մարդու ժամանակը բավական չի լինի, 5 անգամ 500 ինչ է անում։ 2500 րոպեով մաթեմատիկայից լավ է, տեսնում է, որ դա քանի ժամից անցնում է։ Այդ պատճառով մենք ունենք հզոր հովվական թիվ, միասին ծառայում ենք այստեղ, որ բոլորին կարողանանք, որ ով որ գալիս է ինչ որ աղոթքի խնդրանքով, ինչ որ մի հարցի խորհրդակցության, մենք կարողանանք ծառայել, այդ պատճառով մեր հովին մենք օգնում ենք բոլորովս ենք ծառայում։ Եվ Պետրոսը մարդ էր, բայց պատկերացրեք մեկը, մենակ Պետրոսը չէր, մնացած առաքյալներն էլ նրա հետ ծառայում էին, բայց ծառայությունն ու աշխատանքը այնքան շատ էր, որ Պետրոսի շողքն էր բժշկում մարդկանց։ Պատկերացրեք, մարդիկ ասում էին, Պետրոս առաքյալը անցնելու այստեղով, եւ գիտես ինչ, նա ժամանակ չունի ամեն մեկից հետ խոսելու, բայց դուք այնպես կանգնեք, որ արևը այս կողմից խփի նրա շողքը, եթե ընկնի ձեզ վրա հիվանդների, ինչ կլնեք։ Կբժշկվեք։ Եվ մենք կարդում ենք Աստվածաշնչի մեջ, որ Պետրոս առաքյալը անցնում էր, շողքը կպնում էր հիվանդներին եւ հիվանդները ինչ էին լինում։ Բժշկում են։ Մենք կարդում ենք 3000 մարդ մի քարուզի միջոցով ապաշխարեց։ Մենք կարդում ենք հաջորդ օրը 5000 մարդ ապաշխարեց։ Մենք կարդում ենք առաքյալների ձեռով մեծ հրաշքներ էր տեղի ունենում, Տիրոջ Սուրբ Հոգին այնպիսի բաներ էր անում, մենք կարդում ենք հրեշտակների շարժը այնքան ուժեղ էր, Պետրոսին ձերբակալում են, բանտ են գցում, հաջորդ օրը պետք է հանեն, որպեսզի նրան մահապատժի ենթարկեն, գրածը հանգիստ քնած էր։ Բանտի մեջ։ Այնքան խորն էր քնած, որ հրեշտակը գալիս է նրան օգնելու, նա դեռ քնած է։ Գրած է, Աստծո խոսքում ասում է, հրեշտակը նրան ինչ է անում։ Այսպես հրում է, արթնացնում է, նազարթնում է, չի հասկանում ինչ, հրեշտակն ասում է հողաթափերը հագդ վերցու հագիր, հանում է փակ դռներով դուրս, գնում է այնտեղ, որտեղ իր համար աղոթք են անում, որ Տերը ազատի։ Գալիս է ասում է Տերը ազատել է, չեն հավատում, ասում են դա Տիրոջ հրեշտակն է այնտեղ ներքևը կանգնած։ Եվ դուք ասես ինչի համար է սա ասում, որովհետև ինձ հետաքրքիր էր ինչ էին քարոզում։ Ինչ էին նրանք քարոզում։ Եվ հետաքրքիր բան կտա, որ նրանք քարոզում էին Աստծո արքայությունը, եւ նրանք քարոզում են Հիսուսի անվան հետ կապված բաներ։ Գրված է 8-րդ գլուխ Գործ առաքելոցում, Փիլիպոսը գնաց Սամարիա, հալածանք եղավ, մեծ հրաշքներ ու նշաններ էին կատարվում այնտեղ։ Եվ գիտես ինչ, նա քարոզում էր այնտեղ արքայության ավետարանը, 12-րդ խոսքն է Գործ առաքելոց 8-րդ գլխի, եւ Հիսուս Քրիստոսի անվան հետ կապված բաներ։
Մի քիչ հետո ես կարդալու եմ Գործարքելոց 4-րդ գլուխը, շատ հրաշքներ են տեղի ունենում, կրոնական աշխարհը խառնվում է Երուսաղեմի աշակերտներին հավաքում եւ ասում են. «Էս ինչի անունով եք անում, ում անունով»։ Այս ամենը կատարվում է եւ նրանք ասում են Հիսուս Քրիստոսի անունով։ Եվ նրանք ժողով են անում, որոշում են, որպեսզի առաքյալներին ինչ անեն, պապանձեցնեն, վախացնեն, որ Հիսուս Քրիստոսի անվան մասին չխոսվի ժողովրդի հետ։ Սա նշանակում է Հիսուս Քրիստոսի անվան մեջ ինչ որ բան կա։ Եվ այսօր խոսելու եմ Հիսուսի անվան մասին։ Ինչ ես ու դու ունենք։ Ամեն։ Երբ որ ես ու դու օգտագործում ու կիրառում ենք մեր կյանքում, ես խոսելու եմ դա, որ մենք այդ հավատք ունենանք, դա չլինի ուղղակի հենց այնպես, ոնց որ ասեցի աղոթքի վերջի գեղեցիկ ավարտ Հիսուսի անունով։ Հասկանանք ինչա դա նշանակում, երբ որ ես ու դու ասում ենք Հիսուսի անունով։ Այդ արտահայտության մեջ ողջ երկինքն է կանգնած, ողջ հրեշտակներն են խառնվում։ Հասկանանք ինչա տեղ ունեն, գրված է Պողոս առաքյալը եկավ Փիլիպպես, եւ գիտես ինչ, գրված է մի աղջիկ այնտեղ դուրս էր գալիս, ասում էր սրանք Տիրոջ ծառաներն են, որոնք եկել են մեզ Աստծո արքայության բաները քարոզելու, եւ այդ աղջիկը գուշակության ոգով բռնված մի աղջիկ էր։ Գիտես մի կողմից կարող ես նայես այսպես զգաս որ ճիշտ բաներ է ասում, բայց ճիշտ բաները ճիշտ ոգով պետք է ասվի։ Լսում ես։ Ճիշտ բանը ճիշտ ձևով պիտի արվի։ Եվ ճիշտ բանը ճիշտ մարդը պիտի ասի, որ հետո չօգտագործի դա Պողոս առաքյալի գնալուց հետո այդտեղ հեղինակություն դառնալու համար։ Ասեր ես ասել էի, չէ։ Պողոս առաքյալը հասկանում է, որ ճշմարտություն է խոսում, բայց ոգին հետևը կանգնած է ինչի։ Մի քանի օրից հետո հասկանում է այդ բանը եւ հենց հասկանում է երկար չի մտածում, ասում է Հիսուս Քրիստոսի անունով ասում եմ դուրս եք։ Դևը դուրս է գալի այդ աղջկա միջից։ Եվ այդտեղ մեծ արթնություն է սկսվում։ Իհարկե նրանք մենակ դրա համար բանտ են հայտնվում նույնպես, բայց ես դրա մասին այսօր չեմ խոսել։ Ես ուզում եմ խոսեմ ինչ զորություն կա այդ անվան մեջ։ Մի քիչ հետո խոսելու եմ, կաղին ասում են Հիսուսի անունով, վեր կաց, հիվանդը առողջանում է։ Ինչու, որովհետև այդ անունը հենց այնպես անուն չի, որը որ կիրառվում է այդ անվան մեջ կա զորություն։ Եվ ես քեզ հիմա ասեմ ինչու համար այս քարոզը այսպես ծնվեց, որ ես ուզեցի դրա մասին խոսեմ։ Մենք նոր ենք վերադարձել։ Երիտասարդները իրանց ճամբարներ ունեցան, ընտանեկան ճամբարները տեղի ունեցավ, բոլորին լավ եղանակը հասավ, մենք հենց եկանք, տեսանք անձրև է գալիս, վերջի ճամբարը հովական ճամբարն էր։ Բայց գիտես ինչ, Եղիան մեզպես մարդեր աղոտ կարեց եւ ինչ տեղի ունեցավ։ Անձրև չեկավ։ Մենք այդ խոսքը լավ գիտենք։ Բոլորը ժամանեցինք անձրևը գալիս էր, հովներով որոշեցինք սենց չի լինի, եկել ենք ճամբար անցկացնենք, անձրևը չի թողելու, մենք աղոտ կարեցինք եւ դուք ասես ինչ, միջև չեկանք անձրևը չեկավ։ Չխանգարեց մեր հովականին, մենք հովներով այնտեղ հավաքված շփվում ենք, կիսվում ենք, պատմում ենք պատմություններ ում կյանքում ինչ է տեղի ունեցել եւ Աստված ինչ հրաշքներ արել, ինձ հիշացեցին մեր ծառայողները 95 թվականին մի պատմություն, որ ինձ հետ էր տեղի ունեցել։ Ասացին Բագրատ, կպատմես այդ պատմությունը, եւ երբ որ ես պատմեցի այդ պատմության հետևանքով ստեղծվեց այս կարելի է ասել ոչ թե այլ առիթ ստացա սրա մասին հենց խոսելու, որը Հիսուսի անվան հետ է կապված։ Գիտես Անգլիայից մի հավատացյալ տատիկ կար 95 թվականին, նա եկել էր այստեղ եւ մենք մեր վարորդի հետ, նա իր հետ բերել էր նույնպես Չեխոսլովակիայից մի հատ միսիոներ, հումանիտար օգնություն պետք է տանենք Ղարաբաղ, իրանք աշխատում էին Բարանեսա Կոքսի հետ, մեծ ինքնաթիռ էին բերել եւ անուտեւ գնալու էին այդտեղ տեսնեին այդ ամենը ինչպես է բաժանվել, ինչպես է տեղի ունեցել եւ մենք նրա հետ ճանապարհորդեցինք, դա դեկտեմբեր ամիսն էր, լավ ձյուն էր եկել Հայաստանում, մենք դուրս եկանք, հասանք, եկանք այն երասխի բարձունքները, այնտեղ տեսանք որ ձյունը շատ է դրված եւ այսպեսի մի ուժեղ, այսպեսի բարձր ճանապարհ էր, մեր վարորդը եկավ ներքևը կանգնեց, տեսավ որ վերևը մեզ բեռնատար մեքենաներ, մեկը մեկին տեղ չեն տալիս, ամեն մեկը անվադողերը տեղում այսպես պտտվում է, չեն կարողանում բարձրանալ եւ այսպեսի խցանումի նման բան է ստեղծված, նա կանգնեց մեկ րոպե, ասեց ձյունն էլ եկել է շատ լավ նստած եւ այդ ճանապարհին ես նայեցի սառույցով հայելի ոնց որ լիներ։ Ես շատ լավ հասկացա, որ նման ճանապարհը շատ դժվար է, մեր մեքենան բայց ուներ ձմեռային անվադողեր, բացի դրանից շղթաները գցած, շատ ինքը հանգիստ կարող էր բարձրանալ, բայց դեմը քանի որ նմանատիպ բեռնատարերը մեծ, այդպիսի բեռներ տեղափոխվող մեքենաները արդեն մեկը մեկինը խանգարել էին, չէին թողում, մեր վարորդը չփորձեց բարձրանա, ասեց մեկ րոպե կանգնեմ, գնամ տեսնեմ ճանապարհ կա, որպեսզի ես բարձրանամ։ Եվ գիտես ինչ, մենք էլ նա բանալիները անջատեց, մեքենայի վերցեց, գնաց, մենք էլ ունենք թեյ մեզ հետ վերցրած, թեյը լցրեցինք, խմում ենք
Եվ հանկարծ տեսնեմ, որ մեր վարորդը վազելով իջնում է վերևից։ Եվ այսպես գլուխը բռնած, մենակ գոռում է. դուրս եկեք մեքենայից, դուրս եկեք։ Գիտես, ես չհասկացա ինչ է ասում։ Ես դուրս եկա մեքենայից, նա այնտեղից գոռում է դուրս եկեք, եւ մի բան տեսա, որ իր հետևից մի հատ բեռնատար մեքենա, մեծ բեռնատար մեքենա։ Այսպես գնացել էր վերև, պոկվել էր տեղից կանգնած եւ սահնակի նման սխալով իջնում է։ Գիտես, այսպես եթե ուղիղ նայեցի, մի բան տեսա, որ այս մեքենան ուղիղ մեր մեքենայի վրա է գալիս։ Գիտես, ինչքան գնալով դու հասկանում ես, սահնակը արագություն է վերցնում։ Մի քիչ էլ նայելով, այսպես նայելով, այն նկատեցի, որ վարորդը այդ բեռնատար մեքենա եւ կողքի նստածը դռները բացեցին, ամեն մեկը գցեցին իրանց մեքենայից դուրս։ Լավ, հասկացա, որ մեքենայի մեջ մարդ չկա, բեռնատարը սահնակի պես սղում է, մեր վարորդը շնչակտուր գոռում է դուրս եկեք մեքենայից, գիտես, մեր մեքենան էլ կանգնած էր ձորի բերանը։ Երբ որ մեզ խփեր ուղիղ ձորն էին կանգնելու։ Եվ գիտես ինչ, ես արագ անգլերեն մտա ասեցի դուրս եկեք, այդ Չեխոսլովակիացի միսիոները դուռը բացեց դուրս եկավ։ Գիտես ինչ, այդ տատիկին ասում եմ դուրս եկեք։ Գիտես ինչ, տատիկը մեր մեքենաներին սովոր չի, դուք հասկանում եք, որ մեր մեքենաներն ու իրանց մեքենաները տարբերվում են։ Այդ տատիկը փոխանակ բացի, չգիտեմ ինչը սեղմեց, դուռը ընդհանրապես փակվեց։ Ես այս կողմից պտտվել եմ, եկել եմ, դուռը փորձում եմ բացեմ, դուռը չի բացվում։ Եվ գիտես ինչ, այսպես կանգնած եմ, այս կողմը ձորն է, դուռը, ուզում եմ փրկեմ այդ տատիկին, որտեվ տեսնում եմ մեքենան արագությամբ գալիս է մեր մեքենայի վրա։ Եվ գիտես ինչ, ես մտածում եմ, դեռ ես կհասցնեմ ինձ գցեմ ձորը, մինչև խփելը, բայց գիտես ինչ, այդ տատիկին փրկել է պետք։ Չես ուզի, որ այդ տատիկը այդ մեքենայի մեջ այդպես մահանա։ Եվ գիտես ինչ, փորձում եմ, տեսնում եմ, այդ տատիկն էլ է փորձում ներսից ամեն ինչ, որպեսզի դուռը բացի, դուրս գա չի ստացում։ Այդ մեքենան արդեն մոտենում է։ Եվ հանկարծ մի բան նկատեցի։ Նա տեսավ, որ ոչ մի բան չի կարողանում օգնել, հիշեց ինչ ունի։ Գիտես, ես ու դու շատ ժամանակ ընկնում ենք խնդիրների մեջ, նոր ենք հիշում ինչ ունենք։ Եվ դու կասես ինչ ուներ։ Նա այսպես հանկարծ հավաքվեց, ձեռքը մեկնեց եւ ասեց Հիսուսի անունով կանգնիր։ Գիտես, մոտ 5 տարվա հավատացյալ եմ։ Գիտես, ուրիշ բանա կարդում ես, լսել ես ուրիշն անում է, բայց ուրիշ բանա, որ դու ինքդ տեսնում ես ինչ տեղի ունեցավ։ Ես քեզ կասեմ ինչ տեղի ունեցավ։ Շատ կարճ արդեն մեքենան պիտի հարվածեր մեր մեքենային։ Կարճ հեռավորության վրա։ Ոնց որ մի 500 հրեշտակ կամ մի բետոնի պատ այդ մեքենայի ետևը դնեին։ Այդ պատին անտեսանելի հարվածելուց մեքենան գնաց առաջ ու եկավ։ Բայց այդ տարածքից, որտեղ ոնց որ այդ անտեսանելի պատն էր, մեքենան էս կողմ չեկավ։ Եվ համարյա մեր ոչ թե այսպես կամած կանգնեց, այդ արագությամբ սլանալով, այսպես ոնց որ մի բան նրա առջևը եկավ, այդ մեքենան կանգնեց։ Դուրս եկանք, նա ասեց, Տերը ասեց, ինչու չես օգտագործում այն ինչ որ ունես։ Այսպես հանգիստ ես նրան նայեցի, գիտես, երբ որ նման բաներ են տեղ ունենում, դու սկսում ես մարդկանց այդ դույից դուքով խոսել։ Հարգանքդ մի քիչ մեծանում է։ Իջև դա տատիկ էիր նայում, հիմա նայում ես ուրիշ տատիկ արդեն։ Այդ տատիկը ասեց, ես քեզ պիտի անգլերեն սովորացնեմ։ Սաղ ճանապարհին հետս անգլերեն խոսես, բան չէի հասկանում։ Գիշերը քներուս մենակ անգլերեն էի լսում, ինչա խոսում չգիտեմ։ Դուք ասես իհարկե, նա սովորացրեց ինձ հետո անգլերեն։ Ես էլ իհարկե վերցեցի գրքեր, այնուհետև դրանից հետո սովորեցի։ Ամբողջ ճանապարհը պիտի գնայինք, բայց ես հիշեցի այն անունը, որ ես ու դու ունենք, ինչ մեծ իշխանություն կա։ Եվ ես ուզում եմ դրա մասին խոսեմ, որպեսզի մենք մեր կյանքում կիրառենք։ Մեր հանգամանքների վրա հռչակենք։ Լսում ես թե չէ։ Եվ ես կարդամ քեզ Հովհաննեսի այստեղ Հռոմեացիս թղթում Պողոս առաքյալը գրում է. Որովհետև խտրություն չկա հրեայի ու հույնի մեջ, 10-12-ն եմ կարդում։ Նույն Տերն է ամենի համար, առատ ամենի համար, որոնք կանչում են նրան։ Եվ նրա անունը ով որ կանչի, նա կփրկվի։ Նրա անունը ով որ կանչի, նա կապրի։ Հովհաննեսի ավետարան 20-րդ գլխի վերջի 2 խոսքն եմ ուզում կարդամ նույնպես։ Նրա անունը ով որ կանչի, նա կփրկվի։ Լսեք, մենք ունենք 4 ավետարանները։ Տեղյակ եք դրա մասին։ Ասեք, խնդրում եմ։ Մաթեոսի, Մարկոսի, Ղուկասի
եւ Հովանեսի։ Մենք ունենք 4 ավետարաններ։ Ես երբ որ Աստվածաշունչը ձեռքս վերցրեցի, ասեցի չհասկացա ինչ էր պետք նույն բանը 4 անգամ 4 տարբեր հեղինակների միջոցով Աստված ինձ ու քեզ գրեր։ Շատ պարզ, եթե քո մոտ այդ հարցն ասեմ, լավ տեղ հասնելու համար։ Եվ ընդհանուր պատկերը ամբողջությամբ ունենալու, որովհետև երբ որ դալիճում մի բան է կատարվում, մի քանի մենակ մի տեսախցիկ է, ամեն մի տեսախցիկը մի անկյունի, ամեն մի տեսախցիկը մի տարածքի վրա է աշխատում։ Տեսնում եք, մեզ մոտ 3 տեսախցիկ է, հիմնականում 4-ը շատ լավ է, մեկը բեմն է նկարում, մեկը այն անկյունն է նկարում, մեկը ընդհանուր ֆոնն է վերցնում, մեկը վերևի բալկոնի հատվածն է, եւ եթե դու ուզում ես ընդհանուր պատկեր ունենաս, քեզ պետք է բոլորն էլ նայել։ Դրա համար այնպես մի ասա, այս ավետարանը իմ դուրս շատ է գալիս կկարտամ, այս մեկը չեմ կարդա։ Լրիվ պատկեր ունենալու համար եւ մեկը մեկին լրացնում են։ Իմացեք, դա հակասություն չի, ուղղակի մեկը մեկին լրացնում է։ Եվ Աստված հենց այդպես հատուկ արել, որ լավ տեղ հասնի։ Եվ ասենք ինչ էին այնտեղ կատարվում եւ որ Աստված ուզում է լավ տեղ հասնի։ Հիսուսը բժշկում էր, Հիսուսը ինչ էր անում։ Մարդկանց օգնում էր, Հիսուսը ավետարանն էր քարոզում, Հիսուսը սևորացնում էր, դիվար մարդկանց էր ազատագրում, այնտեղ մենք կարդում ենք, որ Հիսուսը խաչվեց, մահացավ, այնտեղ մենք կարդում ենք, որ Հիսուսը մեռելներից հարություն առավ, եւ առաքյալներից մեկը Հովանեսը 20-րդ գլխում ասում է, որ Հիսուսը շատ բաներ արեց։ Ես կկարդամ 30 խոսքը, շատ։ Այն ինչ որ մենք գրել ենք, դա Հիսուսի արածի շատ չնչին մասն է։ Հիսուսը շատ հրաշքներ արեց, Հիսուսը շատ մարդկանց օգնեց, Հիսուսը շատ ընկածների բարձրացրեց, շատ հիվանդների բժշկվեց, շատ նշաններ արեց, այստեղ ասում է իր աշակերտների առաջին, որոնք այս գրքի մեջ չեն գրված։ Բայց այն ամենը ինչ որ գրված են, ինչի համար են գրված։ Գրված են, որ մենք հավատանք, որ Հիսուսն է Քրիստոսը, Աստծո որդին։ Եվ այստեղ մենք վերջակետ ենք դնում, բայց նայեք շարունակությունը կա։ Եվ հավատալով կյանք ունենանք նրա անունով։ Նրա անունով կյանք ունենանք։ Կյանք նրա անվան մեջ է, լսում ես թե չկա ուրիշ ոչ մի անուն։ Դևերն են սարսափում այդ անունից։ Փիլիպպեցիս թղթում Պողոս առաքյալը ասում է, այդ անունը վեր է ամեն անունից։ Եվ այդ անվան նկատմամբ հավատքը հրաշքներ կարող է բերի մեր կյանքի մեջ։ Իմ աղոթքը սա, 2 տեղ եմ կարդում, 2 հատված Գործ առաքելոցից եւ այնուհետեւ իրար հետ միասին աղոթք անենք։ Առաջի տեղը Գործ առաքելոցի 4-րդ գլուխն է, մյուսը 3-րդ գլուխն է։ Գիտես, Պողոս առաքյալը այնքան եմ սիրում այդ անձնավորությունը, հիասքանչ ծառայող։ Նա գիտեր այդ հայտնությունը Հիսուսի անվան հետ կապված, որ այս մի օր նա գալիս է Երուսաղեմ, պիտի գնա, այնտեղ նրան պիտի ձերբակալեն, մարգարեներից մեկը գալիս է ասում, այդպես էլ պետքա տեղի ունենա, բոլորը լաց են լինում եւ ասում են, Պողոս առաքյալ մի գնա Երուսաղեմ։ Նա կանգնում եւ ասում է, չեք հասկանում, ես Հիսուսի անվան համար համ ապրել, համ մեռնել պատրաստ եմ։ Գիտես, մարդը, որ Հիսուսի անվան համար ոչ թե մենակ ապրել, այլ մեռնել պատրաստ է, երբեմն որոշ մարդիկ մեռնել պատրաստ են, ապրել չեն կարողանում։ Պողոսն ասում է, համ ապրել, համ մեռնել պատրաստ եմ։ Դա նշանակում է այդ անունը մի բան ունի մեր կյանքերի մեջ։ Եվ այդ անունն ենք ես ու դու կրում։ Գևորգ ջան, խնդրում եմ գազ կամ ասնվագես։ Գործ առաքելոց 4-րդ գլուխը կարդամ սկզբից, հետո 3-րդ գլուխը։ 4-րդ գլխում խոսվում է այդ պատմությունը, որը մի քիչ առաջ ասեցի։ Առաքյալները Հիսուսի անունով սովորեցնում էին մարդկանց։ Մարդկանց պատմում են այդ անվան միջոցով ինչ կարող են ունենալ։ Հրաշքներ էին տեղ ունենում, բժշկություններ, կաղանձնավորությունն է բժշկվում։ Իշխաններն ու ծերերը, դպիժները 5-րդ խոսքում խառնվում են իրար։ Հավաքում են Երուսաղեմում, ասում են ինչ մենք պետք է անենք, այս մարդիկ մի ինչ որ ժողովրդի մեջ շարժ են սկսել։ Դա իրենց ձեռք չէր տալիս, որովհետև իրանց քաղաքական ծրագրերն էր խանգարվում դրանով։ Կրոնական իրանց հեղինակությունների աթոռներն էր շարժվում։ Բայց գիտես, այդ պատճառով նրանք գալիս են, ձերբակալում են աշակերտներին, առաքյալներին, տանում են ու հարցնում են 7-րդ խոսք։ Խնդրում եմ ասեք աս, ինչ անունով կամ ինչ զորությունով եք այդ ամենը դուք անում։ Նրանք լավ հասկացել են, որ մարդկային կարողությունից այդ բաները անհնարին է անելը։ Մարդը չի կարող մեկին ոտքը կախ ուղղել, կուրի աչքերը բացել։ Նրանք լավ հասկանում են, որ դա մի գերբնական անվան միջոցով է։ Նրանք մտածում են դա կախարդական ինչ որ մի բան է,
բայց դա Տիրոջ անունն է, որի հաշվին աշակերտները այդ բանն անում էին։ Եվ գիտես ինչ, 8-րդ խոսքում Պետրոսը Սուրբ Հոգով լցված նրանց առջև է կանգնում եւ ասում ով ժողովրդի իշխաններ եւ Իսրայելի ծերեր, եթե այսօր մենք հարցաքննվում ենք մի տկար մարդու երախտիկի համար, թե ում ձեռով այս բժշկությունը տեղի ունեցավ, թող հայտնի լինի ձեզ ամենիդ եւ բոլոր Իսրայելիդ, որ դա տեղի ունեցավ Հիսուս Քրիստոս Նազովրեցու անունով, որին դուք խաչեցիք, որին Աստված հարություն տվեց մեռելներից։ Նրանով սա հիմա ձեր առաջին առողջ կանգնած է։ Հիսուսն է ձեզանիցդ, շինողներիցդ, անարգված քարը, որը անկյունի գլուխը եղավ։ Եվ ուրիշ ոչ մեկով փրկություն չկա, որովհետև ուրիշ ոչ մի անուն չկա ներքևը երկրի վրա մարդկանց տրված, որ կարելի լինել փրկվել։ Փրկություն բառը այստեղ փրկվել հիվանդությունից, փրկվել խնդրից։ Այսինքն այդ բառի տակ հասկանում ենք բժշկվել, ազատագրվել, խնդրի լուծում ստանալ։ Չկա ուրիշ ոչ մի անուն։ Եվ Պետրոսի ու Հովհաննեսի համարձակությունն են տեսնում, իմանալով, որ այս մարդիկ առանց ուսմունքի տգետ մարդիկ են, զարմանում են, մի բան միայն գիտեն, որ սրանք Հիսուսի հետ էին ժամանակին։ Եվ այդ բժշկված մարդուն էլ տեսնելով, ոչ մի պատասխան չեն ունենում տալ։ Նայեք ինչ են անում։ Հրամայում են, որ առաքյալները ատյանից դուրս գան, իրանք խորհրդ են նստում եւ իրար հետ խոսում, ասում են, ինչ անենք այս մարդկանց հետ։ Գիտես ինչն է, ցավոտ, որ մերձավոր Արևելքում մեր ազգում նույնպես կա գնա մեռե արի սիրեմ։ Չեն հասկանում, որ նման մարդկանց պետք է ավելի շատ տեղ տային։ Նման մարդկանց պետք է ձեռքերը ավելի արձակեն եւ ասեին ինչքան հնարավոր է գործեք, թող մարդիկ բժշկվեն, թող անհույս մարդիկ հույսը ստանան։ Թող խեղճերը ոտի կանգնեն։ Նրանք իրար հետ հավաքվում են, ասում են ինչ անենք, ես 16-րդ խոսքն եմ կարդում, որովհետև բոլոր Երուսաղեմի մեջ գիտեն այս ամենի մասին, ուրանալ չենք կարող, 17-րդ խոսք, որ սա չտարածվի ժողովրդի մեջ, եկեք սաստիկ սպառնանք նրանց, նայեք, սպառնանք ինչ, որ այլևս Հիսուսի անվան մասին չխոսեն որևիցե մեկի հետ։ Դա նշանակում է ինչ էին քարոզում աշակերտները, նրանք քարոզում էին արքայության ավետարանը եւ Հիսուս Քրիստոսի անվան հետ կապված բաներ, ինչ բաներ, որ այդ անվան մեջ է փրկությունը, որ այդ անվան մեջ կա իշխանություն։ Եվ այդ պատճառով ասում է, եք նրանց վախեցնենք, որ Հիսուսի անվան հետ կապված ոչ մեկի հետ բան չխոսեն։ Չսովորեցնեն շարունակումը նույնպես, կանչում են 18-րդ խոսք։ Կանչում ու նրանց պատվեր են տալիս։ Ասում են, այլևս չխոսեք, ոչ էլ սովորեցրեք Հիսուսի անունով։ Հիսուսի անունով բան չսովորեցնեք։ Խոսեք աստվածաբանական բաների մասին, բայց Հիսուսի անվան մասին բան չասեք։ Հանեք Հիսուսի անունը։ Ես քեզ կասեմ, քրիստոնեությունը միակ կրոնն է, եթե հանես Հիսուսին, տակը բան չի մնա։ Որովհետև Հիսուսն ասեց իմ մասին է գրված Մովսեսումը, օրենքումը եւ մարգարեությունների մեջ։ Եվ ես քեզ կասեմ, իս նոր կտակարանը ոտից գլուխ Հիսուսի մասին է։ Ամեն։ Դուք ասես ինչ արին աշակերտները, վախեցան, գիտես ինչ նման մարդկանց վախացնելը շատ դժվար է։ Նրանք կանգնեցին ու համարձակ ասեցին, լսեք, դուք չեք հասկանում, ում ծառաներն ենք մենք։ Ամենակարող Աստծո ծառաներն ենք։ Աստված իր ծառաներին երբեք չի թողել։ Լսում ես, թե չէ Աստված ասում է իր ծառաներին, ոչ մի գործիք ձեր դեմ արված հաջողություն չի ունեն։ Ամեն լեզու, որ վեր կենա, ինչ կանի, կդատապարտվի։ Սա չի նշանակում լեզուները չեն վեր կենա, սա չի նշանակում գործիքներ չեն արվի, բայց ասում է իմ Տիրոջ ծառաների ժառանգությունը սա է եւ նրանց արդարացնողը ես եմ։ Նրանց մեջքին կանգնածը ես եմ։ Մեկ ուրիշ բառերով ասած։ Եվ այդ նման մարդկանց վախացնելը դժվար է։ Պետրոսը Հովհաննեսը կանգնեցին եւ ասին Աստծուն լսենք, որը որ մեզ ասել է սրա մասին խոսենք, թե ձեզ լսենք։ Նրանց դուրս են հանում այդտեղից, ցես տալով։ Գիտես ինչն է հետաքրքիրը, եւ նրանք հլսեք այստեղ։ Եվ նրանք գալիս են 23-րդ խոսքը նայեք։ Նրանք գալիս են եկեղեցի, այսինքն իրանց մարդկանց մոտ։ Պատմում են ամենը, ինչ որ քահանայապետները եւ ծերերը ասել են նրանց։ Եվ երբ որ լսում են ժողովուրդը այդ ամենի մասին,
Գիտես ինչ նա իմ դուրս գալիս այդ եկեղեցու հոգու մասին։ Թող այդ հոգին մեր եկեղեցում լինի։ Նրանք չեն վախենում։ Լսում ես։ Նրանք չեն ասում դե եկեք զգուշ, չխոսենք Հիսուսի անվան մասին։ Նրանք չեն ասում գնանք նրանց հետ փող զիջման։ Խոսենք Աստվածաշնչից, բայց Հիսուսի անունը հանենք։ Եթե հարցեցի մի քիչ առաջ, Հիսուսին հանես տակը բան չի մնա։ Նրանք դա լսելուց հետո հակառակ են ընկնում։ Մարդիկ երբեմն եկեղեցում իրան են ինադնգնում ու հակառակ։ Չէ, հակառակվիր սատանային, ոչ թե քո կողքինից։ Որովհետև մեր կռիվը կողքինից հետ չի ու մարդու արյան հետ չի, լսում ես, մեր կռիվը դժոխքի հետ է, որը տանել չի կարում Հիսուսի անունը։ Եվ գրված է, նրանց լսելուց հետո աղոթք են անում։ Միաբանությամբ իրանց ձայները բարձրացնում են դեպի Տեր Աստված, 24-րդ խոսքն եմ կարդում։ Եվ աղոթում ու ասում են՝ դու ես Աստված, որ երկինքն ու երկիրն ես ստեղծել, ծովը եւ նրա միջի բոլոր բաները։ Քո Դավիթ ծառայի բերանով խոսել ես եւ ասել ես ինչու համար են ազգերը խռովում, ժողովուրդները ունայն բան մտածում, երկրի թագավորները վեր կենում, իշխանները մեկտեղ հավաքվում Տիրոջ դեմ եւ նրա օծալի դեմ, որովհետեւ արդարև հավաքվեցան քո սուրբ որդի Հիսուսի վրա, որին օծեցիր։ Հերովդեսը Պիղատոսը Հեթանոսի հետ, Իսրայելի ժողովրդի հետ, 28-րդ խոսք, որ անեն այն ամեն ինչ որ քո ձեռքը եւ կամքը առաջուց սահմանելա, 29-րդ խոսքում, եւ հիմա Տեր նայիր նրանց սպառնալիքին։ Եվ նայիր, տուր քո ծառաներին, որ ավելի համարձակ քո խոսքը խոսեն։ Դու էլ քո ձեռքդ մեկնիր, բժշկություն արա, նշաններ, հրաշքներ քո սուրբ որդու Հիսուսի անունով։ Եթե ես աղոթքին համաձայն ես, ասա ամեն։ Թող հրաշքներ տեղի ունենան։ Թող բժշկություններ տեղի ունենան։ Աստծո տան մեջ զարմանք չպիտի լինի դրանք, որ տեղի ունենան։ Աստծո տան մեջ թող դրանք մի բան էլ ավել լինեն։ Թող հիվանդը մտնի այստեղ առողջ դուրս գա։ Աստծո ծառաների կյանքի միջոցով, որը դու ես, նրա անունը կրող ամեն մարդու կյանքի միջոցով, որ ունի Հիսուսի անունը, թող ամեն տեղ ուր գնում ես դու, Հիսուսի անունով հրաշքներ ու նշաններ կատարվեն քո ձեռքերի միջոցով։ Դու կասես իմ ձեռքերս, ես ծառայող չեմ, ես եկեղեցու աշխատող չեմ, դա մենակ ծառայող եկեղեցու աշխատողի համար չի, դա ամեն մեկի համար է, ով որ կրում է Հիսուսի անունը։ Կա այստեղ մարդ, որ այդ անունն է կրում։ Վաու։ Թող այդ ամենը, այս աղոթքը ինչ ասեցի, իրականություն լինի։ Թող մեր ազգի մեջ սատանան գլուխը բռնի ու տեղ չունենա։ Գրված է Հիսուսը, ես նայում եմ աշակերտների առաջի քարոզները, Պետրոսը քարոզեց դա, Փիլիպոսը դուրս էր եկել Սամարիա, Հիսուսի անվան մասին էր խոսում, Կորնելոսի տանը Պետրոսը երբ որ հայտնվեց, նույնպես դրա մասին էր խոսում, Հիսուսի մասին, որը քայլում էր սատանայից հարստահարվածներին բժշկում, որովհետև Տեր Աստված օծել էր նրան Սուրբ Հոգով եւ զորությամբ, եւ ասում նա դա անում էր, որովհետև Աստված նրա հետ էր։ Ես ու դու մենակ չենք։ Աստված ինձ ու քեզ հետ է, եւ տվել է մեզ մի անուն, որը ամեն անունից վեր է։ Թող այդ անունը հենց այնպես չլինի մեր կյանքի մեջ։ Կիրառենք եւ հնարավորություն տանք հրաշքները կատարվեն։ Մի քիչ հետո աղոթելու ենք ես ու դու։ Ես չգիտեմ ինչ խնդրով ես դու եկել, կամ մեկը որ գիտի։ Ես չգիտեմ քո խնդրեմը։ Դուք ասես ինչու համար, հա մենք աղոթք ենք անում հավաքույթի վերջում, որովհետեւ Աստծո տունը կոչվում է աղոթքի տուն։ Մենք չենք հավաքում հենց այնպես այստեղ նստենք, մեր հավաքույթը չի ավարտված խոսքը ավարտելուց հետո խոսքը քեզ հավատքի է բարձրացնում, բերում է քեզ մի նման կետի դիսկի, որ դու բաց լինես Տիրոջ շնորհքի ու ողորմություն ընդունելու համար։ Եվ հիմա Պետրոսի ու Հովհաննեսի մասին կարդամ, 3-րդ գլուխ, սա վերջի հատվածն է, որից հետո աղոթելու ենք, գրված է։ Պետրոսն ու Հովհաննեսը առաջի խոսքից գնում են տաճար, իրար հետ աղոթելու։ Մի մարդ Մոր որովանից կախ վերցնում ամեն օր դնում են տաճարի դռանը, որը գեղեցիկ է կոչվում, ողորմություն խնդրելու համար։ Երբ որ նա նայում է Պետրոսին ու Հովհաննեսին, որոնք գնում են մտնեն տաճարը, աղաչում է, որպեսզի ինչ որ մի բան առնի նրանցից։ 4-րդ խոսքում Պետրոսը Հովհաննեսի հետ մտիկ է տալիս նրան, ասում է մեզ նայիր։ Նայում ասում է մեզ նայիր։ Գիտես այդ մարդը մտածում է, Պետրոսը ասում է դա, որպեսզի ինչ որ մի 2 կոպեկ տա իրան, եւ նա ասում է արծաթ ու ոսկի չունեմ, ինչ ունեմ կտամ։ Եվ ինչ է ասում, ուշադիր եղիր։ Ինչ ուներ նա։ Նա ուներ Հիսուսի անվան մեջ զորություն, որի հաշվին բժշկություն կարա գա։ Նա ասում է ինձ նայիր։ Եվ գիտես իմ դուրս գալիս է, նա ինչ է ասում նա։
Երբ որ նայում է ուշքը իր վրա 6-րդում Պետրոսն էլ ասում արծաթու ոսկի չունեմ, ինչ ունեմ կտամ, Հիսուս Քրիստոս Նազովրեցու անունով վեր կաց եւ մանյեք։ Հիսուսի անունով վեր կաց եւ մանյեք։ Եվ աչ ձեռքից բռնում է վերակացնում նրան, շուտով նրա սրունքը ու բարձքը հաստատվում է, վերաթռնում, կանգնում է մանա գալիս, մտնում է տաճարման գալով, վաստալով, Աստծուն օրհնելով, բոլոր ժողովուրդն էլ երբ որ տեսնում է նրան, որ մանա գալի, Աստծուն օրհնում է, բոլոր նրան ճանաչում էին, որ սա է, որ ողորմության համար նստում էր տաճարի գեղեցիկ դռանը, լցվում են երկյուղով եւ զարմանքով։ Եվ քանի որ Պետրոսներ են մարդը, որ ինտերը օգտագործեց այդ ամենին, վազում են այնտեղ, որտեղ Պետրոսն ու Հովհաննեսն էր, գալիս են այդ սրահը, Աստծո խոսքը ասում է 11-րդ խոսքի վերջում, զարմացած։ Գալիս են զարմացած, վաու, այսինչ տեղի ունեցավ։ Մի զարմացի հրաշքը, որ տեղի ունենում։ Ես ավելի շատ ուզում եմ զարմանալ, որ ինչի չի տեղի ունենում, որովհետև դրանք իմ ու քո մասնիկը պիտի լինեն։ Եվ այստեղ ասում է, երբ որ Պետրոսը տեսնում է ժողովրդին, առիթը չի բաց թողնում, սկսում է նրանց բացատրել, ով իսրայելացի մարդիկ, ինչու եք զարմացել այս ամենի վրա, եւ ինչու եք մեզ վրա մի քիչ ուրիշ ձևով նայում։ Մտածում եք, թե մեր զորությունն է, մտածում եք մեր քաջությունն է, դրա հաշվին է, որ այս մարդը մանա գալիս, ոչ։ Աբրահամի, Իսահակի, Հակոբի Աստվածը տալիս է բացատրությունը, ինչի հաշվին է այդ հրաշքը տեղի ունեցել։ Եթե դու հրաշքի կարիք ունես, լսիր ուշադիր, ինչի հաշվին է։ Որովհետև կան մարդիկ, որ ես հանդիպել եմ, իրենք իրենց արժան չեն համարում Տիրոջից բան ստանալու համար։ Նրանք ասում են, դու չգիտես ով եմ ես եղել, դու չգիտես ինչ եմ ես երեք արել։ Լսիր, ինձ ու քեզ պետքա ճիշտ կյանքով ապրենք, բայց Տիրոջ շնորհքը Քրիստոսի անվան թափած այժան հաշվին է մեր կյանքում գալիս։ Մեզ պետք չի մի ճշմարտությունը, այն մյուս ծայրահեղությունը բերենք մյուս ծայրահեղության։ Մենք պետք է իմանանք, որ Քրիստոսը ողորմած է եւ շնորհքով լիքը։ Եվ այստեղ ասում է, մի նայեք այդպես, մեր զորությունն ու քաջությունը չի։ Աբրահամի, Իսահակի, Հակոբի Աստվածը, մեր հայրերի Աստվածը, իր որդի Հիսուսին փառավորեց, որին դուք մատնեցիք, ուրացաք Պիղատոսի առաջին, Սուրբին ու արդարին ուրացաք, խնդրեցիք մի մահապարտ մարդ շնորհեք, կյանքի առաջնորդին սպանեցիք, որին Աստված մեռելներից հարություն տվեց։ 16-րդ խոսքն եմ կարդում, ուշադիր այս խոսքը։ Եվ նրա անունի հավատքը, նրա անունի նկատմամբ ունեցած հավատքը, համոզվածությունը։ Դուք ասես ինչու այդ անվան դեմ ոչ մի հիվանդության անուն չի կարող կանգնել։ Լսում ես թե չէ։ Այդ անվան դեմ ոչ մի դիվական ուժեր չեն կարող կանգնել։ Այդ անվան նկատմամբ ունեցած հավատքը, որ Հիսուսի անունը ամեն անունից վեր է, դա լոզունգ չի, որ ես ու դու հռչակումը ասում ենք, դա ամենաբարձր անունն է, որը տրված է ինձ ու քեզ օգտագործելու, կիրառելու մեր կյանքում, այդ անվան մեջ կա փրկություն, այդ անունը կանչողը կփրկվի։ Ոնց որ Բարթողոմեոսը գոռաց Հիսուս Դավթի որդի ողորմիչ, երբեմն կանչել է պետք։ Հիսուս, Հիսուս, Հիսուս։ Եվ այդ անվան մեջ կա փրկություն։ Եվ նրա անունի հավատքը, սրան, որ տեսնում եք, հիվանդի մասին է խոսում։ Այս կաղ մարդուն, որ բոլորդ էլ լավ ճանաչում եք, ես իմ բառերով եմ այստեղ ասում, այդ անունը հաստատեց, Հիսուսի անունը։ Եվ նույն հավատքը, որը նրանով է, առողջությունը տվեց նրան ձեր բոլորի առաջին։ Այդ անվան կիրառումը եւ այդ անվան նկատմամբ ունեցած հավատքը։ Այսօրվա խոսքը ես մտածում եմ քո մոտ հավատք բերեց։ Հավատքը մեռած է, եթե ես ու դու հիմա գործի մեջ չկիրառենք։ Գիտես, եթե այստեղ մենք հավատքույթը ավարտենք ու ասեն վերջ, վերջակետ ամեն մեկս գնացինք մեր տուն, դա նշանակում է մենք դեռ չենք պրծել, չենք վերջացել, որովհետև հավատքը պիտի գործի մեջ դրվի, հավատքը պիտի կիրառվի, այնքան մեծ այստեղ հավատք կա։ Ես զգում եմ շատ մարդկանց կյանքում Տերը այսօր հզոր բաներ է անելու։ Մարդիկ կա եկել են այստեղ խնդիրներով, մի քանի հոգի հույս չունեն, վաղվա օրվա նկատմամբ։ Հիսուսի անունով թող հույսը գա քո կյանքի մեջ։ Մի քանի հոգի այն ելանելի վիճակի են, որովհետև նայում են իրանց աշխատավարձին, իրանց կրթությանը, իրանց տարիքին։ Լսիր ուշադիր։ Տիրոջ օրհնությունը
չի կախված ու սահմանափակված մեր աշխատավարձից, մեր կրթությունից եւ հնարավորություններից, որ մեր առջև կա։ Դա ավելի մեծ է, քան թե դու կարող ես պատկերացնել։ Եվ Աստծո խոսքը ասում է քո հասկացողությանը մի վստահիր, ուղեղովդ մի փակիր սահմանափակել Աստծուն տիժոջը վստահիր։ Իսկ տիժոջը ուսասողներին երբեք Աստված ամոթով չի թողնում։ Եկեք ոտքի կանգնենք, խնդրում եմ փառաբանության խումբը գա։ Մենք հիմա աղոթելու ենք իրար հետ։ Թող փառաբանության խումբը այստեղ բարձրանա։ Գիտես, իրար հետ աղոթելու ենք Հիսուսի անունով։ Հիսուսն ասեց իմ անունով ինչ որ խնդրեք հորիցը, նա ինչ կանի։ Նա ինչ կանի։ Նա ինչու համար ասեց իմ անունովը, որ հասկանաս դա Հիսուսի խաչի վրա կատարած գործի հաշվին է։ Իր անունովը, իր արածի հաշվին է, ոչ թե իմ ու քո։ Իր թափած այժան հաշվին է, որ մենք ունենք, իր կրած վերքերի հաշվին է, որ Աստծո խոսքը ասում է նրա վերքերովը մենք բժշկվեցանք։ Խաչի վրա նա անեծք դարձավ, Աստծո խոսքը ասում է անիծված է խաչի վրա ամեն մարդ, որպեսզի ես ու դու օրհնվենք։ Ես ու դու օրհնված մարդիկ ենք, լսում ես թե չէ։ Նա աղքատացավ, Աստծո խոսքը ասում է նրա աղքատությունով ես ու դու ինչ արեցինք։ Հարստացանք։ Եվ Հիսուսն ասեց. ինչ հորը խնդրեք իմ անունովը։ Ինչ հորը խնդրեք իմ անունովը։ Ինձ ու քեզ մնում է ուղղակի այդ անվան միջոցով գանք մեր Տերերի Տիրոջ արքայի առջև։ Հռչակենք, խոսենք մեր խնդիրներին Հիսուսի անունովը։ Խոսենք հիվանդությանը Հիսուսի անունովը։ Խոսենք ու ասենք այդ անվան առջև ոչինչ չի կարող կանգնել, այդ անվան հաշվին առողջ եղիր։ Այդ անվան հաշվին թող քանդվի ամեն կապանքները։ Եվ այդ անունն է, որը ինձ ու քեզ մուտք է տալիս ու բանալի, որպես Տիրոջ ողորմության ու շնորհքի աթոռին։ Եք բռնենք մեկս մյուսի ձեռքը եւ սկսենք աղոթել։ Սկսիր խոսել ուղղակի Աստծո հետ։ Հիսուս շնորհակալ ենք։ Սկսիր աղոթել։ Այն ինչ որ քեզ պետք է Հիսուսի անունով, այն ինչ որ անհրաժեշտ է քեզ։ Այն ինչի կարիքը որ դու ունես։ Գիտես, ես այստեղ չեմ ասում ձեռք բարձրացնեն նրանք, ովքեր որ կարիք ունեն, որտեվ ազնիվ ասեմ, ամեն մեկս ունենք ինչ որ մի բնակավարում, Տիրոջ օգնության, Տիրոջ հրաշքի ու ողորմության կարիք, մեկ աշխատանքի, մեկ ընտանիքում։ Մեկի մոտ աշխատանքը լավ, ընտանիքը հիասքանչ է, երեխաների հետ լեզու չի կարող գտնի, մեկը բարեկամների հետ լեզու չի կարող գտնի, մեկը չի կարող ընկերների հետ լեզու գտնի, մեկը գիտես ինչ առողջության հետ խնդիր ունի, ֆինանսները խնդրեմ չեն։ Մյուսը առողջության հետ խնդիր չունի, ֆինանսներն են խնդրեմ։ Դրա համար Աստծո իմաստությունն է պետք, որ Հիսուսի անունով հռչակենք, թող գա քո վրա։ Տեր ամենակարող, մենք քեզ շնորհակալ ենք քո թափած այժան համար։ Խաչի վրա կատարածդ գործի հաշվին է, Տեր, որ մենք ունենք հնարավորություն Հիսուսի անվան հաշվին, որ մենք կարող ենք այսօր ստանալ մեր խնդրվածքները։ Այժունը գինն է վճարել, Սուրբ Հոգին տվել ես, որ խոսքը գիծ չդառնալ իրականություն մեր կյանքի մեջ, եւ դու մի անգամ չի, որ փոխել ես տարբեր հանգամանքներ քո խոսքը կատարելու համար, որ քո խոսքը իրականություն դառնա։ Դու գրված է Պարսից Կիվրոս թագավորի սիրտը գրգռեցիր, որպեսզի Տիրոջ բերանից ծառայի միջոցով քո դուրս եկած խոսքը տեղի ունենա։ Դու հանգամանքներ ես փոխել։ Խաչի վրա նույնիսկ քո համար Աստծո խոսքը այնքան թանկ էր, որ դու չմահացար մինչև չասեցիր ծարավ եմ, որպեսզի գրվածը կատարվի։ Եվ Տեր ամենակարող, մենք քեզ օրհնելով օրհնում ենք, բարձրացնում ենք այստեղ ամեն մի խնդրվածք ու աղոթք, ամեն մի խնդրեմ, ամեն մի հիվանդություն, ամեն մի ընտանեկան խնդիր, ամեն պարտք, ամեն մի սատանայի գործ ասում եմ թող քանդված լինի ամենակարող Տիրոջ Հիսուս Քրիստոսի անունով։ Հիսուսի անունով հռչակում եմ բժշկություն։ Այն ինչ որ խանգարում է մեր մտքերի մեջ այս հայտնությանը, այն ինչ որ Տեր ամենակարող սատանան կարողացել է կառուցել, որ Հիսուս Քրիստոսի անվան հետ կապված բաները մեր կյանքում անհասկանալի դառնան, թող քանդվեն ամեն բերդեշ, Հիսուսի անունով քանդվի ամեն ամրոց, գերի են վերցնում ամեն մտածելակերպ, որ Աստծո խոսքին հակառակ է, եւ հռչակում եմ հայտնություն Հիսուսի անվան, ամենակարող Տիրոջ անվան, նկատմամբ ունեցած հավատքի հետ կապված եւ Հիսուսի անունով թող բժշկությունը գա։ Հիսուսի անունով հակառակ եմ կանգնում ամեն տկարությանը, ամեն հիվանդությանը, Հիսուս Քրիստոսի անունով հռչակում եմ ազատագրում, ամեն տեսակի կապվածությունից, ամեն դիվային գործեր թող քանդվեն Հիսուսի անունով։ Տեր ամենակարող Հիսուս Քրիստոսի անունով հռչակում եմ նույնպես
խաղաղություն ընտանիքների մեջ, հասկացողություն, հռչակում եմ ուրախության ու ցնծության ձայն արդարի բնակարանի մեջ, հռչակում եմ ապրանք ու հարստություն, հռչակում եմ արդարների կյանքի մեջ ծաղկեն եւ բարձրանան, դալար ու բարարդ լինեն, Հիսուսի անունով, թող փրկությունը գա, այն մարդկանց կյանքում, ովքեր այստեղ աղոթք են բարձրացնում, ինչ որ մեկի փրկության համար, Հիսուսի անունով, թող զորություն ավելի գա, իմաստություն գա, օծություն, այն ամեն ինչ որ անհրաժեշտ, ամեն մի աղոթք, որ այստեղ բարձրանում է, Տեր մեր Հիսուս Քրիստոսի անունով, թող դրանք պատասխանվեն, Հայր մենք շնորհակալ ենք քեզ, սկսիր գոհանալ, այստեղ մենք մի երգ կվերցնենք իրար հետ, ուղղակի այս երգի ժամանակ սկսիր խոսել, Տերն է հենց հիմա, որը որ քո սրտի մեջ, մի քանի հոգի այսպես զգում են, որ Աստված իրանց հետ բան է խոսում, Սուրբ Հոգին այստեղ մի քանի հոգուն ասում է, մի վախեցիր, վախը թող կյանքի հետ կապված, վաղվա օրվա հետ կապված տեղ չունենա, արդարի ճանապարհը օրեցօր լուսավորվում է, միգուցե մշուշ է, դու շատ հեռուն չես տեսնում, բայց դու վաղվա օրը տեսնում ես, մտիր հավատքով վաղվա օրվա մեջ, Կողոսացից թղթում ասում, ամեն բան ինչ անում եք արեք Հիսուսի անունով, ամեն բան ինչ անում եք Հիսուսի անունով արեք, իմ դուրս գալիս է Հովանեսը, առաջի Հովանեսի 3-րդ գլխում է, ես 3 կարդում եմ, զարմացած է այսպես, գիտես 3:23-ում մի այնպիսի բան է ասում Հովանեսը, որ նոր պատվիրան եմ տալ, եւ մենք գիտենք դա, պատվիրանը դա է, որ մենք իրար սիրենք, բայց հետաքրքիր մի բան ասում, մենակ դա չի 23-րդ խոսքում, ես ես տալիս եմ նոր պատվիրան, որ հավատաք նրա որդի Հիսուս Քրիստոսի անունին, եւ իրար սիրեք, հավատաք նրա անունին, եւ իրար սիրեք, մենք միշտ սիրո մասն ենք վերցնում, բայց գիտես ինչ, երբ որ այսպես Աստվածաշնչի մեջ նայեցի, ինչքան է խոսում Հիսուսի անվան մասին, ինչքան են քարոզում աշակերտները Հիսուսի անվան մասին, նրանք միտեղ գնում են, ասում են, այդ անվան մեջ է փրկություն, ուրիշ ոչ մի ճանապարհ չկա, այդ անվան միջոցով է բժշկություն, այնպես որ այդ անունը մենք հռչակեցինք, մենք մեր մասն արինք, եւ հավատարիմ Աստված իր մասն է հիմա անում, քո կյանքի մեջ ու իմ կյանքի մեջ, որ ես ու դու օրհնենք ու համարձակ կանգնենք, նրա անունը ասենք, ամեն անունից վեր է, նրա անունը կանչողը կփրկվի, նրա անունը կանչողը կբժշկվի, կանչիր Հիսուս, 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 Ինչ մեծ ես իմ Տեր, ով կանչի քո անունը, ով կանչի քեզ ով իմ Հիսուս, փրկվի, ով կանչի քեզ ով իմ Տեր, բժշկվի, ով կանչի քեզ ով իմ Տեր, կազատագրվի. Հիսուսի անունով ազատագրում, Հիսուսի անունով Աստծո խաղաղությունը, Հիսուսի անունով Տիրոջ ձեռքը լինի քո վրա, ամեն քայլափող ուր գնում ես, Հիսուսի անունով թող Տերը պաշտպանի, հրեշտակները բանակ կազմեն քո շուրջը, մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով, մեր Փրկչի անունով, մեր ավագ եղբոր, մեր քահանայապետի, մեր հավատքի զորագլուխ եւ առաքյալ
Մեկը որ հեղինակն է իմ ու քո փրկության։ Միակ ճշմարիտ Տեր Աստված Հիսուսի անունով թող կյանք լինի։ Եվ նրա անունը թող փառավորված լինի։ Նրա անունը Հայր մեր, որ մենք ասում ենք, թող սուրբ լինի։ Գիտես, ես ասեցի մի քանի հոգի կամ որ չեն կարողանում բացվեն եւ ասեն, գիտես, ես արժան չեմ, լսիր ուշադիր այս խոսքը ասեմ եւ մենք կավարտենք այսօր դրանով։ Եզեկիել մարգարեությունում մի տեղ կա, Աստված գալիս ու ասում է, լսիր Իսրայել, ոչ թե այս բանը ես անում եմ քո գործերի հաշվին, այն ամենի հաշվին ինչ դու արել ես։ Եվ անհետև սկսում է թվարկել, որ դուք լավ բաներ չեք արել։ Իմ անունս չեք մեծարել, իմ անունս չեք փառավորել, իմ անունս ընդհակառակը պղծել եք եւ այնուհետև ասում է, ես անում եմ իմ սուրբ անվան շնորհիվ։ Այն անունը, որ իմ ու քո վրա է, որ մարդիկ նայեն, մենակ նրա համար, որ դու համարձակ ասում ես քրիստոնյա եմ, Հիսուսի հետևորդն եմ, այդ անվան պատճառով թող Տիրոջ ողորմություն գա քո կյանքի մեջ։ Թող Տիրոջ շնորհքը առատորեն լինի եւ սովորացնի ինձ ու քեզ մոռանալ, թողելով ամեն տեսակի անօրինություն, սուրբ ապրենք Աստծո համար։ Սա էլ են մյուս մասն է, այս են մյուս մասը չեմ ուզում ես ու դու անջատենք, բայց թող Տիրոջ ողորմությունն ու շնորհքով կշտացած լինես։ Ամեն կարիքներդ առատությամբ Տիրոջ փառքի հարստության համեմատ լրացված լինեն։ Թող ավելին քան թե մտածում ես, ավելին քան թե աղոթում ես, ավելին քան թե պատկերացնում ես, ոնց որ ասում է Եփեսացիս թղթում, ավելին։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Բոլորս ասեցինք ամեն։ Եկեք բարձր ծափարենք ասենք։ Հալելույա։ Հալելույա։ Եթե ընկճված ես, հաստատ համոզված եմ, որ դու իմացար ով ունես։ Մարդիկ ունեն ինչ-որ մեկին կառավարությունից իրանց մեջքին կանգնած ավտո քշելն է նրանց, մեքենա վարելն է նրանց տարբերվում ուրիշներից։ Թող մեր վարքի մեջ դրսևորվի։ Վախը տեղ չլինի գլուխներդ, բարձր Աստծո խոսքը ասում է վերև նայեք, հոգս մի արեք, իմանալով Տեր ունենք երկնքում։ Հավատարիմ է եւ հզոր է, եւ իրան հուսացողները ամոթով չեն մնալու։ Եթե դու ուղիղ եթերով դիտում ես Հիսուսի անունով, բժշկությունը գա քո տան մեջ, խաղաղությունը գա քո տան մեջ, եղիր բժշկված, ազատագրված, եղիր փրկված, թող Տիրոջ զորությունը դրսևորվի Հիսուսի անունով։ Եվ եթե առաջի անգամ ես եկած, ես խնդրելու եմ, որպեսզի դու դուրս գաս այստեղ մենք աղոթելու ենք։ Եթե առաջի անգամ ես տեսա ձեռքերը բարձրացրել են այստեղ մարդիկ, եկել ես այստեղ, պատահական չի Աստված ա բերել, ես խնդրելու եմ, որ դու դուրս գաս այստեղ, մենք քեզ համար աղոթք ենք անելու։ Դրա համար որ առաջի անգամ ա եկած, ուզում ես Հիսուսը գա քո սրտի մեջ, քո կյանքի մեջ Տերդ լինի, իրական լինի, նա քո գիտես կյանքում, ես քեզ հիմա կոչ եմ անում, մեր ծափարությունների ներքո, ուղղակի առաջի անգամ եկած մարդիկ, դուրս եկեք եւ եկեք այստեղ։ Փառքաստուն Մարիկ ջան, առաջին համարձակ քուրիկ ջան դու, այս մյուս քուրիկը, տեսնեմ տղաներ ովքեր էին առաջի անգամ եկել, համարձակ եկեք այստեղ։ Համարձակ ամեն մեկը տվոր առաջի անգամ ա եկել, խնդրում եմ ուղղակի, եկեք այստեղ։ Մենք իրար հետ միասին աղոթք ենք անելու, որ Հիսուսը գա մեր սրտի մեջ։ Եթե ամաչում ա քո կողքինը տուվ բերել ես, խնդրում եմ թևը մտից, նրա հետ դուրս եք, թող չամաչի, մենք լավ բան ենք անելու։ Մենք Աստծո տան մեջ աղոթելու ենք, աղոթքը վատ բան չի, աղոթքը լավ բան է։ Եվ դրա համար համարձակ եք այստեղ, համարձակ, ով էլ որ լինի, եկեք այստեղ իրար հետ միասին, ծափարություններով եք մեր ողջունենք ուղղակի, այս հիասքանչ մարդկանց, ովքեր առաջի անգամ են, գիտես, ամեն մեկս օրերից մի օր առաջի անգամ եղել ենք այստեղ։ Գալիս են դեռ բալկոնում ես, եթե խնդրում եմ իջի եք այստեղ, դեռ կա ժամանակ, եք այստեղ, ուղղակի եք, որպեսզի իրար հետ միասին աղոթենք։ Գիտես, ամեն մեկս էլ ինչ որ մի անգամ եկել ենք առաջի օր եկեղեցի, եւ ես գիտեմ դու քեզ ինչպես ես զգում։ Ոմանքը չեք քաշվում, կանգնացանկից լսում եք ինչ եմ ես ասում, ոմանքը քաշվող մարդիկ եք, մեկը պետքա կողքը լինի, գիտես ինչ, եւ նույնիսկ ով որ քեզ բերել է, միգուցե նրան ասեиш, եթե չգաս չեմ գա այստեղ։ Եվ գիտես ինչ, ես գիտեմ ինչպես ես հիմա այստեղ կանգնած եմ, զգում եք, եւ այդ պատճառով այստեղ եմ ձեզ օգնելու համար։ Ես խնդրելու եմ, որ մենք միասին աղոթք անենք, բայց ես դա չեմ աղոթելու, դու ես աղոթելու քո աղոթքը։ Ես օգնելու եմ բառերն եմ ասելու։ Բառերը հասարակ է լինելու, Աստված քո առջև եմ կանգնած, խնդրում եմ ների իմ մեղքերը, մաքրիր լվայեք իմ սրտիս մեջ, եղիր իմ Աստվածը։ Բայց գիտես ինչ, եթե դու երբեք այս աղոթքը չես արել, եթե չես արել, հիմա ճիշտ ժամանակն է անես։ Դու կասես, բայց ես քրիստոնյա եմ,
Գիտես, համարելը եւ լինելը դրանք տարբեր բաներ են։ Լսում ես թե չէ։ Քրիստոնյա կոչվողին քրիստոնյա սարքումը մեջի պարունակությունը։ Մարդուն քրիստոնյա սարքումը Քրիստոսը, որը մարդու սրտի մեջ է գալ։ Եթե վերցնես շիշը վրան գրես մածուն մեջը բենզին լցնես, շիշը գրելը չի սարքում նրան, չէ՞ մեջի պարունակությունը։ Այդ պատճառով Հիսուսն ասեց, որ այս ձևով են դառնում քրիստոնյա, սրտանց աղոթելով Աստծուն։ Եվ ես քեզ օգնելու եմ։ Աստծո խոսքը ասում է շուրթերով բարձր, այսինքն ու սրտանց։ Եվ ես կասեմ դալիճ կկրկնես, եղավ, որ իրանք հանգիստ բոլորը աղոթեն։ Ինձ մեկը ասեց, ոնց ես այստեղ աղոթեմ, ինձ համար պետք է ինչ-որ մի հատուկ տեղ միջավայր։ Հասկացի՞ր, շենքը չի, տեղը չի, միջավայրը չի, ձևը չի, ծնկի իջած, կանգնած, ձեռքերը բարձրացրած, այսպես արած։ Գիտես ինչ, աղոթքի տեսել ես, տարբեր նկարներում տարբեր ձևով են ամեն մեկը աղոթք անում։ Մեկը բարձրացած, մեկը այսպես, մեկը այնպես, մեկը այսպես, մեկը ծնկի իջած։ Հարցը ձևը չի, հարցը սիրտն է։ Քրիստոնյաները ձևի համար այնքան են կռվել իրար հետ։ Մեկի պապը այն սարում աղոթք արել, Աստված պատասխանել, սարը ու այդ ձևը ոնց որ աղոթք արել, սրբավայր են սարքել ու ձևը սրբացրել են։ Մյուսի պապը մի ուրիշ սարում աղոթք արել, Աստված պատասխանել է, եւ երկու պապերի սերունդներ իրար հետ կռիվ են անում, որ մեկի պապն է ճիշտ եղել։ Եվ գիտես ինչ, եթե մի քիչ խելք ունենաս, պետք է նստես հասկանաս, որ սարը չի, ձևը չի, այլ Հիսուսն ասեց ամեն տեղ հոգով ու ճշմարտությամբ, այսինքն սիրտն է, մեկի պապը սրտանց այնտեղ աղոթել է, Աստված պատասխանել է, այն մյուսի պապը սրտանց այնտեղ աղոթել, պատասխանել է, եւ Հիսուսն ասեց ամեն տեղ, որտեղ հոգով ճշմարտությամբ, լսում ես, այդպիսի երկրպագուների Տեր Աստվածը փնտրում է։ Դրա համար այստեղ եթե դու սրտանց խնդրես քո տանը, խնդրես մի ուրիշ տեղ, խնդրես Սարի գլխին, գիտես ինչ, Հիսուսը նույնն է, նա չի փոխվում։ Նրա սկզբունքները սիրտն է, սրտանց եւ շուրթերով, երբ որ մենք աղոթք ենք բարձրացնում մեր Աստծուն, ինչ որ բաներ են կատարվում։ Եվ ես ձեզ դրա համար հիմա կօգնեմ, որ դուք հանգիստ աղոթեք։ Ինձ հետ կրկնեք, եղավ։ Եվ դալիճը նույնպես կկրկնի։ Կարող եք փակել աշկերը, կարող եք չփակել, փակում են, որպեսզի կենտրոնանան։ Եթե չէ, հարմար չի, կարող ես չփակել, դա կախարդական մի բան չի, բայց դա նրա համար, որ դու կարողանաս ուղղակի կենտրոնանաս ու հանգիստ աղոթես։ Դալիճ կրկնիր, որ իրանք էլ կարողանան բարձր աղոթեն։ Ասեք ինձ հետ միասին։ Ամենակարող Աստված, քո առջև եմ կանգնած։ Խնդրում եմ Հիսուս Քրիստոս, ներիր իմ բոլոր մեղքերս, մաքրիր ու լվա ինձ, երկնքի ու երկրի առջև, քեզ եմ ես ընտրում Հիսուս, որպես իմ Տեր ու Փրկիչ, եկ իմ կյանքիս մեջ Հիսուս, մտիր իմ սրտիս մեջ Հիսուս, եւ եղիր իմ Տերը Աստված, շնորհակալ եմ քեզ իմ հայր երկնային, փառք ես Հիսուս, ամեն, հալելույա, հալելույա, գիտեք, ինձ միշտ հարցնում են, ինչ է տեղի ունենում ինձ հետ սրանից հետո, ասեմ, ես էլ օրից մի օր եկա ձեզ նման այստեղ, չգիտեմ դու ինչ պատճառով ես եկել, ես եկել էի ստուգելու կինս ուրա գնում, իմ ընկերներս ասեցին կինդ վատ տեղ է գնում, խելքները թրծրած հավատացյալների մոտ, աղանդավոր է դառել, ես նրան եկա տուն ասեցել ոչ միտեղ չհամարձակվես գնաս, ասես չեմ գնա, ասում ես չես գնա, չեմ գնա, հետո մի երկու օր հետո ասես դες է ասում, բայց խելքդ գլխին տղա ես, ուրիշի ասածը խի ես լսում, եկ մի հատ գնանք իրար հետ, տեսնես, թե վատն է, չեմ գնա, թե լավն է, եւ նա մտքում ուներ, միշտ ընդեղ կլնենք, եւ այդպես էլ եղավ, դա 20 տարուց ավել էր, եկա ստուգելու, չեմ փոշմանել ու Աստծուն փառք եմ տալիս, ինչ չի հետաքրքրել ով ինչ ասել, գիտես ինչի համար, կողքից նայողը շատ հեշտ է ասում, երբ որ մեկը դրա մեջ չի, երբ որ մեկը դրա մեջ չի, ասում է չգնաս վատ տեղ է, լսիր մի լսիր նրան, որովհետև այստեղ այսքան մարդիկ կան, որոնք որ եկել են եւ փառք են տալիս Աստծուն այդ օրվա համար, ոնց որ ես, իմ խելքին կա մարդ, թափարիշ, շրջվի նայր, սա մեր երկրորդ հավաքույթն է, 5 տարի համալիրում էինք, ամեն կիրակի, այնտեղ երբ որ համալիրում չկարողացանք հավաքույթներ ունենալ, մեր շենքը կառուցեցինք, փառք Հիսուսին, եւ այստեղ արդեն մի քանի հավաքույթ ենք անում իրար հետ, ոչ ոք չի ասում, ժամը ավարտված է, լույսերը կարգին միացնում ենք, ինչ գործիքներ կա Աստծո խոսքը ոնց որ ասում է պետքա Տիրոջ փառաբանելու օգտագործում ենք, եւ գիտես,
Դուք ասես, բայց ինչ կատարվեց, ձեր սրտի մեջ մի բան եղավ, Հիսուսն ա մտել ձեր կյանքի մեջ։ Հիսուսը այդ օրվանից հետո, երբ որ մուտք գործեց, իմ կյանքում այնքան լավ բաներ են եղել։ Ձեր կյանքում էլ սկսելու լինել։ Եվ որ լինի չզարմանաք, չասեք այսօր ես ոտի վրա զարթնեցի, բախտս բերեց, ես այս աստղի տակ եմ ծնված։ Այն բոլոր աստղագուշակները թողեցին իրանց աստղը, եկան Հիսուսի աստղի առաջ երկրպագություն արեցին։ Մոգերը արևելքից ճանապարհ անցնելով, եկան ու Հիսուսի առջև ծնկի իջան, ասեցին Տեր Աստված, եւ նվերներ տվեցին։ Եվ թող Աստված ձեզ օրհնի, բայց ինչպես ես խոսեցի, Աստված ինձ ու քեզ հենց այնպես չթողեց, նա մի գիրք տվեց մեզ, որպես նրա ձեռքի գործ, որ մենք կարդանք, տեսնենք ինչա մեզ լավ, ինչը չէ։ Դա Աստվածաշունչն է։ Մենք ձեզ ուզում ենք նվեր տանք, նոր կտակարան, ամեն մեկիդ։ Հիմա խնդրում եմ բաժանեք սա։ Մեր կողմից նվեր, որ դուք կարդաք, տեսնեք ինչն է լավ, ինչը չէ, տեսնեք ինչա պետք, ինչի համար է մարդը ստեղծված։ Գիտես, որ այնպես չլինի, մարդը կարմիր լույսի տակով անցնի առանց իմանալու մեքենան խփի սկսի մեղադրել, ասես կարմիր լույսով ա դրել, ինչի է էսի կարմիր, այդպես աշխարհը ապրում, մարդիկ մեղադրում են, ասում են, դե եթե Աստված կա, ինչի ես բանը տեղի ա ունենում, եթե Աստված կա, ինչի ա սա լինում, չեն իմանում ինչ ասել Աստված իր խոսքում, օրինակներից մեկը ասեմ ու հիմա ձեզ համար աղոթելու ենք մինչև նստելը, Աստծո խոսքում ասում է գուշակություն չանես, անելով անես քեզ բերում քո գլխին, քո տան գլխին։ Մեզ այս բոլորս էլ կարտ ենք գցել, սուրճի բաժակ ենք նայել, եթե արել եք, պետք չի ձեռ բարձրացնել, շարունակեք ժպտալ նայել ինձ, գնացեք դրանից հետո էլ մի արեք։ Չենք իմացել, որ Աստծո խոսքի մեջ կա։ Բոլորը անում են, հետո ինչ որ մի բան գալիս, ով է մեղավոր, Սատանան գալիս ասում Աստված է մեղավոր։ Երբեք Սատանան չի գա ասի դու ես մեղավոր, եւ պետք չի գա Սատանան ասի Սատանան է մեղավոր։ Նա միշտ ասում Աստված է մեղավոր, ու մարդիկ մեղադրում են Աստծուն, նեղանում են Աստծուց, փախնում են Աստծուց, Աստծո մասին լսել չեն ուզում։ Եվ այդ պատճառով մենք ձեզ նոր կտակարան ենք նվեր տալի, ուզում ենք մինչև նստելն էլ ձեզ օրհնենք, աղոթենք, եթե Սատանայի գործ կա, թուղթ ու գիր, կախարդություն, անեց, կարճ շտապել, այնքան բաներ ենք լսում, եթե կա, մեկը եկավ ասում ամեն ինչ անում եմ, գործերս լավ չի գնում, չեմ հասկանում ինչ է, հետո եկավ ասում ես ինչ է գտել, նա ենք ասենք թուղթ ու գիր է, վախեցած, ինչ եմ անելու, ասի դու հիմա հավատացյալ ես Հիսուսի անունով քանդելու ենք եւ դրանից հետո Տիրոջ օրհնությունն ենք հռչակելու քո կյանքում եւ դրա համար մինչև նստելը մենք կորցնենք ձեզ եւ հետո կգնաք կնստեք։ Դուք կանգնած մնացեք, եկեղեցի մեկնիր ձեռքդ։ Այս թանկագին մարդկանց օրհնենք, աղոթենք, հանձնենք Աստծո պաշտպանության ներքո, որովհետեւ եթե Տերը պաշտպանում է տունը, ոչ ոք չի կարող, գիտես, եթե Տերը չի պաշտպանում տուն, Աստծո խոսքը ասում է պահակն էլ անքուն իզուր մնում։ Եթե Տերը չի շինում տունը, շինարարը իզուր է աշխատում, բայց եթե Տերն է շինում, եթե Տերն է պաշտպանում, այդ ամենը իզուր չի։ Մենք մեր մասն ենք անում, բայց թող Տերն էլ սրանով ներկա դառնա ձեր կյանքի մեջ։ Հայր մենք օրհնելով օրհնում ենք նրանց։ Մենք բարձրացնում ենք այս թանկագին մարդկանց, ովքեր առաջի անգամ եկել են, տալիս են քո ձեռքերի մեջ։ Քո պաշտպանությանն ենք նվիրում, քո խոսքի զորությանն ենք հանձնում Տեր։ Եվ եթե նրանց կյանքում էլ կա ինչ-որ Սատանայի որևիցե մի գործ, Հիսուսի անունով, թող քանդված լինի, անեց, կախարդություն, սխալ հռչակում, թուղթ ու գիր, մենք չգիտենք նրանց կյանքերը, դու լավ գիտես նրանց կյանքերը, թող դա